Միասին պիտի սերտենք մեր ավետարանը բարի լուրը, որ Քրիստոս մեր Տերն ու Փրկիչը մեզ փոխանցեց եւ իրապես այս բարի լուրով լցված, լիցքավորված պիտի եւս մեկ շաբաթ անցկացնենք։ Հասել ենք Մարկոսի ավետարանի 12-րդ գլխի ավարտին, 28-ից 44 համարները, որտեղ նաեւ դրված է մեծագույն պատվիրանի դրվագը, որը նաեւ այդ 4 հատվածներից մեկն է, որ միասնաբար պիտի փորձենք սերտել։ Իրապես հրաշալի հատված է, եւ ինչպես ամեն անգամ անում եմ, ուզում եմ մեկ հատ հիշեցնել, թե ինչի մասին խոսեցինք նախորդի ժամանակ։ Ձայնագրությունները կան, ցավոք Facebook-ում չեղավ ձայնագրությունը, բայց Instagram-ից հետագայում փոխանցում ենք Facebook, այս երկու անգամ խնդիրներ ա լինում։ Ուղղակի հիմնականը, եթե հիշեցնեմ, հետեւյալն էր, որ Քրիստոսին անընդհատ եկան ու անընդհատ փորձեցին տարբեր խմբերի մարդիկ, եւ Քրիստոս բոլորին պատասխան տվեց, եւ ի վերջո նաեւ վերջում սադուկեցիները եկան, որոնք որ հարությանը չէին հավատում, հրեշտակներին չէին հավատում, եւ նաեւ չէին հավատում ընդհանրապես հոգեվորին, մարմնի հարությանը, մարմնի այսպես հետմահու կյանքին, եւ Քրիստոս այս մասին խոսեց ու ասեց. դուք մոլորված եք, որովհետեւ չգիտեք գրքերը, ոչ էլ Աստծո զորությունը։ Եվ այստեղից, որ փաստորեն հարց պատասխան, եթե կհիշեք, ուրեմն 7 տարբեր խմբեր եկան Քրիստոսին հարց տալու, եւ կարծես թե հիմա նորից շարունակությունն են գալիս, որտեղ հարցերը շարունակվում են, բայց ի տարբերություն փարիսեցիների եւ հերովդեսականների, որոնք եկան ծուղակը գցելու Քրիստոսին, բարի խոսքերով, դու գիտենք, որ դու Աստվածավախ ես, մարդկանց աչառություն չունես, կայսրին հարկ տանք, թե չտանք, այս մարդը կոնկրետ այդ նպատակով չէր եկել, այլ եկել էր ուրիշ բանով, որ հիմա մենք կտեսնենք, այսինքն ոչ թե Քրիստոսին փորձում էր, այլ իմ կարծիքով փորձում էր ինքնահաստատվել իր ուսմունքի մեջ, եւ այս մասին խոսենք, բայց հարցադրում է տալիս անձը, օրենսգետը, եւ այս հարցի հետևանքով Քրիստոս մեզ բացահայտում է մեծագույն պատվիրանը, որը ամենակարևորն է մեր կյանքում, ու փաստորեն սա նաեւ մեզ բոլորիս համար օրհնություն եղավ, որովհետեւ Քրիստոս բացեց այն, ինչը շատ-շատերս կուզեինք իմանալ, բայց այդ հնարավորությունը չունեինք։ Ուրեմն տեքստը ընթերցեմ, ասում է. օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր նրանց, մինչ վիճում էին, երբ նա տեսավ, թե Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց, խոսքը սադուկեցիների մասին է, հարցրեց նրան եւ ասաց. Որ պատվիրանն է առաջինը, եւ Հիսուս ասաց նրան. ամենից առաջինն է, լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, եւ դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ, սա է առաջին պատվիրանը, եւ երկրորդը նման է սրան, դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես։ Չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք։ Եվ օրենսգետը նրան ասաց. լավ է, վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե Աստված մեկ է, եւ բացի նրանից ուրիշ Աստված չկա, եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպես եւ ընկերոջն իր անձի պես սիրելը, առավել է, քան ողջակեզները եւ զոհերը։ Եվ Հիսուս տեսնելով, թե նա իմաստությամբ պատասխան տվեց, նրան ասաց. հեռու չես Աստծո արքայությունից։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան բան հարցնել։ Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տվեց ժողովրդին եւ ասաց. ինչպես են ասում օրենսգետները, թե Քրիստոս Դավթի որդին է, մինչ Դավիթը ինքը Սուրբ Հոգով ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց, նստիր իմ աջում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատվանդան դնեմ։ Արդ եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, ինչպես նրա որդին կլինի։ Եվ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով, եւ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. զգուշ եղեք այդ օրենսգետներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ հրապարակներում, հարգանքի ողջույններ որոնել ժողովարաններում, առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ պատվո տեղերը։ Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստան ընդունեն։ Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ, եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին, մի այրիկին եկավ եւ 2 լումա գցեց, որ մի գրոշ է, եւ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավորը ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին,
իսկ նա իր չքավորությունից գցեց ամեն ինչ, որ ուներ, իր ամբողջ ապրուստը։ Ահա այս համարն է, որ վստահ եմ շատ-շատերս գիտենք, լսել ենք, ծանոթ ենք, բայց ուզում եմ մեկ հատ ընդհանուր պատկեր տեսնել, որը անգլերենով ասում ենք overview, եւ այս սիրում ենք, վստահ եմ, մենք հայերը շատ ենք լեռներ սիրում, երբեմն որ բարձրանում ես լեռան վրա, վերևից լավ պատկեր ես ունենում, ու սա շատ կարևոր է։ Ինչու եմ սա ասում, որտեվ ես սրա պակասը ինքս եմ զգում։ Երբ որ մանրակրկիտ սկսում ենք Սուրբ Գիրքը սերտել, հաճախ սկսում ենք մանրամասների վրա կենտրոնանալ ու ընդհանուր պատկերը չենք տեսնում։ Ու դրա համար ինքս ինձ մտածում էի, որ վերջում մի քանի առիթ տամ, որ մենք ամբողջական պատկեր տեսնենք, որ կարողանանք այս ամբողջ իրար հետ կապել։ Այլապես եթե միայն դրվագներ ենք հիշում ամբողջ ավետարանից, մենք ընդհանուր պատկերը չենք տեսնում, իսկ ընդհանուր պատկերը տեսնելը պարտադիր նախապայման է, որովհետև դրանով ես կարողանում ի վերջո մեկը մյուսին կապել։ Ու ասենք այսօրվա ընդհանուր պատկերը, որպեսզի ներկայացնեմ այս տեքստի 4 հիմնական կետերի մեջ էր։ Մեծագույն պատվիրանը կամ պատվիրանները, այս համարներում են 28-ից 34, Քրիստոս Տեր եւ Որդի Դավթի 35-ից 37, կեղծավոր օրենսգետների մասին 38-ից 40 եւ այրի կնոջ լուման 41-ից 44։ Ուրեմն 4 թեմա է, որ միասնաբար պիտի փորձենք այսօր սերտել ու տեսնել, թե ինչ կարող ենք վերցնել կոնկրետ մենք մեզ համար։ Եվ ինչպես որ անում են մեր հայրերը, փորձենք աստիճանաբար նախադասություն առ նախադասություն գնալով հասկանալ։ Ասում է, օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր նրանց, ինչ վիճում էին, երբ նա տեսավ, թե Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց, հարցրեց նրան եւ ասաց. Եթե կհիշեք, մենք նախորդ անգամ խոսեցինք, որ փարիսեցիների եւ սադուկեցիների մեջ բախում կար, որովհետեւ փարիսեցիները շատ ծայրահեղ ազգանամոլ խումբ էր, իսկ սադուկեցիները ավելի էլիտան կոչված, որ հարուստ էին, որ ուտել, խմել, քեֆ անելով էին զբաղված, եւ որ ասում էին ամբողջ ինչ որ կա, այս կյանքի մեջ, այս կյանքը վերջացավ, ամեն ինչ վերջանում է, եւ բախումը մեծ էր, գաղափարական բախումը մեծ էր, եւ եթե կհիշեք, հիշեցրեցի, թե ինչպես Սուրբ Պողոս առաքյալը Գործք 26-ում օգտագործեց այս երկուսի բախումը, որպեսզի իրենի օգուտ ուրեմն շահ բերի, եւ այստեղ նաեւ այդ իմաստության ու խորագիտության մասին նաեւ խոսեցինք։ Հիմա երբ որ այս օրենսգետներից մեկը տեսավ, որ Քրիստոս սադուկեցիներին լավ պատասխան տվեց, ասում է մոտեցավ եւ նրան հարցրեց, եւ այստեղ շատ մի կարեւոր հարց կա։ Ուզում եմ այս մասին խոսել, նախ այս հարցադրումները ինքնին դեռ շարունակվում են, բայց 3 ձևի իմ կարծիքով, վստահ եմ շատ կլինի, բայց գոնե 3-ը այս մեր տեքստերի մեջ արձանագրեցինք, թե ինչպիսի հարցեր կարող ենք տալ։ Մենք էլ լինելով այդ հարց տվողներից մեկը։ Առաջինը տալիս ենք հարց սովորելու համար։ Սա անկեղծ վիճակն է, որտեվ եթե մենք իրապես անկեղծ ենք մեր հետ, ինչ տարիքում էլ լինենք, մենք գիտենք, որ շատ բան չգիտենք։ Եվ կհիշեցնեմ մեծ փիլիսոփայի խոսքի, ես գիտեմ մի բան, որ ոչինչ չգիտեմ, այս արտահայտությունն է։ Այսինքն եւ չենք ամաչում հարց տալուց, եւ հարցի նպատակը սովորելն է, կոնկրետ անկեղծ սովորելը։ Սա լավագույն վիճակն է, որ շատերս փորձում ենք։ Բայց նաեւ տեսանք երկրորդ օրինակն էլ կա, որ հարց էին տալիս հարցի միջոցով ծուղակը գցելու, ինչ որ արեցին օրինակ փարիսեցիներն ու հերովդեսականները, որոնք որ գաղափարական երկու ծայրահեղ վիճակների մեջ էին, մեկը օտարամոլն էր, մյուսը ծայրահեղ ազգայնամոլը, բայց երկուսն էլ միավորվել էին, որպեսզի Քրիստոսին ծուղակը գցեն, եւ սա հարցով էր, հարցով ծուղակը գցեցին։ Եվ երրորդը այս վիճակն է, որ փորձում ես քո գիտելիքը հաստատել։ Հաճախ մենք մի բան գիտենք, համոզված ենք մեր գիտելիքի մեջ, բայց անվանի մեկին, չգիտեմ, դոկտորին, պրոֆեսորին մոտենում ու հարցնում ենք, ոչ թե որ նրանից սովորենք կամ որ նրան ծուղակը գցենք, այլ որպեսզի հաստատվի մեր իմացածը, ճիշտ է թե սխալ։ Եթե մեր իմացած այդ հեղինակությունը հաստատում է, շատ ուրախանում ենք։ Եթե չի հաստատում, երբեմն կարող է մի փոքրիկ բանավիճենք կամ մենք մնանք մեր կարծիքին։ Եվ այստեղ է այս երրորդ կերպարը, որ այս օրենսգետն է, ինքը եկավ հաստատելու, ինքը արդյոք ճիշտ գիտի, թե ինչ որ բան կա, որ ուզում էր Քրիստոսի հետ համադրելով տեսնել, ինչպես է Քրիստոս մտածում։ Եվ փաստորեն շատ կարևոր է այս միտքը հարց տալու, ինքը շատ կարևոր միջոց է, ու եթե ուշադրություն դարձրեցիք, Քրիստոս դրանց այս 3-ից ավելի բարձրն էր անում, հարց տալով սովորեցնում էր։
Ուրեմն սա ամենակարևոր միջոցն է, որ Քրիստոս մեզ ցույց տվեց, հենց այստեղ էլ պիտի ցույց տա, ոչ թե եկավ փորձելու, ոչ թե եկավ հարցնելու, ոչ թե եկավ հաստատելու իր իմացածը, այլ եկավ հարցով սովորեցնելու, եւ մեզանից շատերն էլ կարող են Քրիստոսի այս մոդելը օգտագործել, որ երբեմն, երբ որ մարդուն մի բան ես ուզում ասել, ու ինքը պատրաստ չի ընդունելու, միգուցե հարցի միջոցով կարող ենք ասել մի բան ու իրեն առիթ տալ, որ անդրադառնա։ Եվ հարցը շատ պարզ էր ու ամենից կարևորը թերևս, որ պատվիրանն է առաջինը։ Եթե ուշադրություն դարձեցիք, եթե ընթերցենք Սուրբ Պողոս առաքյալը ուզում ասել, Սուրբ Գրիգոր Տաթևացուն, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է Մովսեսական օրենք ուներ 603 պատվիրան։ Շատ է։ Այսօրվա մասնագետներն ասում են 613 պատվիրան։ Երբեմն պատվիրանները բաժանում են երկու մասի եւ այլն։ Համենայն դեպս ինչ է լինի պարագան 600 պատվիրանից ավել կա։ Եվ մարդկայինորեն շատ դժվար է այս 600 պատվիրանը հիշել։ Բայց ավելի դժվար է հասկանալ որն է կարևոր, որն է երկրորդական, որն է երրորդական։ Եվ փաստորեն այս դժվար վիճակի մեջ այս անձը, որ օրենսգետ է եւ ինքը կոնկրետ մասնագետն է այս ամենի, եկավ եւ այդ հարցադրումը տվեց, ասելով որն է առաջինը։ Հաճախ մենք առաջին, երբ որ ասում ենք, հերթականություն ենք հասկանում, բայց այս պարագայում առաջին նշանակումը ամենակարևորը։ Եվ եթե ուշադրություն դարձրեցիք, նույն տասնաբանյայի մեջ, որ 603 կամ 13 պատվիրաններից ընդամենը 10-ն է, բայց կենտրոնական պատվիրաններն են նաև։ Եվ այս պատվիրանների մեջ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ կա, ոչ թե հերթականությունն է այստեղ էական, այլ կարևորությունը։ Ու դրա համար առաջի պատվիրանն ամենակարևորն է, ես եմ քո Տեր Աստվածը։ Բայց երբ որ պարզ հարց եմ տալիս, երբ որ մարդուն հարցնում ես 10 պատվիրանները գիտես ու ինքը ենթադրաբար ասում է այո։ Եվ երբ որ ասում ես կարող ես մի քանիսը թվել, որպես կանոն 90% եւ ավելին ասում է անշուշտ մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր։ Ակամայից տեղ ենք գնում, առանց անդրադառնալու, որ դրանք մենք հիմա 6, 7, 8-րդ պատվիրանները հիշեցինք։ Առաջի նշանակումը ամենակարևոր ու մեզանից յուրաքանչյուրը կոչված է ըստ կարևորության հիշելու։ Ինչու՞։ Որովհետև այս դեպքում, Աստծո պատվիրանի դեպքում, այդ առաջինը ոչ թե հենց կոնկրետ միայն ամենակարևորն է, այլ հիմքն է, որի վրա մյուսներն են կառուցվում։ Որտեվ եթե դու հիմքը չունես, ինչքան էլ ուզում ես կառուցի, կնմանվես Քրիստոսի ասած այն ավազի վրա կառուցող մարդու, որը կարող է շատ բարձր շենք կառուցի, բայց փլվելու է, որտեվ հիմքը չկա։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք հիմքը իմանանք եւ դրա վրա նոր կառուցենք մյուս պատվիրանները կամ մեր կյանքը։ Եվ սա էր ուզում այս օրենսգետը հարցնել, որն է հիմքը բոլոր պատվիրանների։ Ինձ ասա, որի վրա ես կառուցեմ իմ կյանքը ունենալով մյուս պատվիրանները։ Ինքը իրապես հիմնական հարցադրում է, եւ այս հարցադրումը Քրիստոս շատ հստակ պատասխանեց միանգամից ու ասաց, եւ Հիսուս ասաց նրան, ամենից առաջինն է, լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, եւ դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ, սա է առաջին պատվիրանը։ Այս պատվիրանը, որ եբրայերեն մի քանի անգամ էլ ենք այս մասին խոսել, Շմա Իսրայելը կոչվում, լսիր Իսրայել, հետաքրքիր է, հրեաների մոտ ամենատարածված պատվիրանն է։ Ամեն օր իրենք այս մասին, ամեն օր այսօր էլ հրեաները 2000 տարի հետո առավոտ եւ իրիկուն այս պատվիրանը իրենք ասում են։ Իհարկե, այն հրեաները, ովքեր որ ավելի կրոնական ուղղվածության ունեն կամ ավանդապահ են կամ այսպես կոչված ուղղափառ հրեաներ են, իրենք միշտ պահում են սա եւ իրենց գրությունների մեջ միշտ այս պատվիրանը կա։ Եվ ես ուղղակի ուզեցի եբրայերենով սա դնել, որպեսզի տեսնենք, որ սա կա եւ այստեղ, եթե ուշադրություն դարձեցիք, երկու անգամ Յահվե բառը կա եւ մի անգամ Էլոհիմ բառը կա։ Եվ այստեղ է, որ իրենք Յահվե բառը հաճախ Յահվե են գրում, բայց Ադոնայ են ընթերցում, որովհետեւ ուզում են Տեր կարդալ։ Ուրեմն լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է։ Եթե ուշադրություն դարձեցիք, 3 համատեսական ավետարաններն էլ ունեն այս դրվագը մեծագույն պատվիրանի, բայց միայն Մարկոսն է, որ այս ընդգծածս լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է նշում։ Մյուսները միանգամից սկսում են դու պիտի սիրես քո Տեր Աստծուն։ Բայց ինքը խորքի մեջ ճիշտը ամբողջը տալն է, իսկ ինչու է ամբողջը տալը, ճիշտը
որովհետև նախ եւ առաջ պիտի ունենաս այդ ճիշտ մտայնությունը, որ Աստված ոչ թե այս կամ այն ցեղի կամ ազգի Աստվածն է, այլ Աստված տիեզերքի միակ Աստվածն է, ինքը բացառիկ Աստված է եւ սա ինքնին Աստված ուզում է որ մենք իմանանք, չկա ցեղային Աստված, որ հեթանոսություն է, կամ մեկ Աստված, որ բոլորի Աստվածն է եւ այդ Աստվածը ամենակարողն է։ Դրանից հետո է որ նոր, երբ որ ունես ճիշտ ընկալումը Աստծո մասին, նոր սկսում ես սիրել իրան եւ ոչ միայն սիրել, այլ անմնացորդ եւ ամբողջական սիրով սիրել։ Սա լրիվ տարբեր է։ Հետո ինքը, այստեղ շատ հետաքրքիր մի միտք կա, այդ նույն Աստվածը մարդ է դառնում եւ իր օրինակով է ցույց տալիս, թե սերը ինչպիսին պիտի լինի, երբ որ ինքը գալիս է եւ զոհում է ինքն իրեն սիրով մեր համար, որպեսզի ցույց տա, որ այս օրինակը մենք ինքներս կոչված ենք կատարելու։ Ինչու է սա կարևոր, որովհետև այստեղ այս միտքը կա, որ շատերս գիտենք ու այս մասին շատ ենք խոսել, որ մարդը սիրող էակ է, ուզես թե չուզես, ամենածայրահեղ, ամենադաժան մարդն էլ իր մեջ սիրո նշույլ ունի։ Երբեմն ասում են, որ օրինակ Հիտլերը իր շանը շատ էր սիրում։ Հնարավոր է եւ ճիշտ է եւ այդ մասին շատերն են խոսում։ Այսինքն, բայց ինչու այս օրինակը բերեցի, որովհետեւ հաճախ մենք մեր սերը լրիվ ուրիշ տեղ ենք տանում։ Երկրորդական, երրորդական, հազարերորդականի վրա ենք տանում։ Բայց մենք կոչված ենք մեր սերը ուղղորդել դեպի Աստված եւ կոչված ենք ուղղորդել դեպի մարդը։ Եթե մենք մեր սերը ուղղորդում ենք դեպի հազար ու մի բան, նյութականը, փառքը, չգիտեմ, կենթանին, որոնց մասին խոսենք, չգիտեմ, հազար ու մի ամեն ինչ, մեքենան, զարդը, բայց ոչ Աստված ու դիմացինը, այդ սիրո վատնում է կատարվում։ Գիտեք, ինչպես որ հաճախ ասում ենք ժամանակդ մի վատնիր, այս նույն օրինակն է, սերդ մի վատնիր, որովհետև սերը վատնելով դու կորցնում ես ամենակարևորը։ Իսկ ինչպես պիտի սիրես։ Ասում է եւ ինքը մանրակրկիտ ասում է ինչպես պիտի սիրես։ Պիտի սիրես քո հոգով, քո մտքով, քո սրտով ու քո զորությամբ։ Ուրեմն հոգի նախ սկսվում է սրտից, հետո հոգի, հետո միտք, հետո զորություն։ Հետաքրքրորեն Մատթեոսի մոտ զորություն բառը չկա։ Բայց ինչ ենք հասկանում այս 4 տարբեր մասերի միտքը։ Նախ սիրտ նշանակում է ներաշխար։ Քո ամբողջ ներաշխարով ես սիրում Աստծուն։ Երկրորդը հոգին է, իսկ հոգին ինչ է, եթե ոչ Աստծո պատկերը։ Աստծո պատկերով քո ամբողջ բարոյական էությամբ ես, որտեղ Աստծո պատկեր նշանակում է լույս, նշանակում է բարոյականություն, նշանակում է սրբություն։ Քո ամբողջ Աստծո պատկեր հասկացողությամբ հոգով ես սիրում Աստծուն։ Հետո գալիս է միտքը, որ գիտակցությունդ պետք է ուղղորդվի դեպի Աստծո սերը, եւ հետո զորությունն է գալիս, որ ինչքան որ ուժ ու կարողություն ունես, այդ ամբողջ ուժով ու կարողությամբ պիտի փորձես սիրել Աստծուն։ Ինքը շատ լուրջ պատվիրան է, շատ դժվար պատվիրան է։ Մի անգամ հիշում եմ, մի քանի անգամ այս մասին խոսել եմ։ Մի մարդ կար, որին մեր հարևանն էր շենքում թահանգա, եւ հաճախ էր գալիս իրար հետ քննարկում էինք, մեծ մարդ էր տարիքով, բողոքական էր, TBN էր շատ դիտել ժամանակին, բողոքական էր դարձել եւ եկեղեցու հետ առնչություն չուներ եւ այլ TBN-ը նրանք ովքեր նորեն երևի չգիտեն, բողոքականյան հեռուստածրագիր էր, որ այն ժամանակ որ ինտերնետ բան չկար, ամեն ինչ TBN-ով էր լինում, Trinity Broadcasting Network։ Բողոքականյան 24 ժամյա ալիք էր։ Երբ որ սկսեցինք խոսել, սիրո մասին գնաց, իրանք միշտ շեշտում են հավատը եւ այլն, ասի, բայց սերը ավելի կարեւոր է, դե ասեց սերը հեշտ է, սիրո մասին այդ խնդիր չունենք։ Ասի, չեմ կարծում այդքան հեշտ է, մեկ հատ այս պատվիրանը նորից նայենք։ Երբ որ նայեցինք, ասեցի, խնդրում եմ կենտրոնացի ամբողջ բառի վրա։ Քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու քո ամբողջ զորությամբ։ Արդյոք եթե ազնիվ լինես ինքդ քո հետ, ու ես ինքս իմ հետ, դու քո ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ զորությամբ սիրում ես Աստծուն։ Նայեց վրաս, ասեց ոչ։ Ասի ուրեմն պատասխանդ կտար։ Ուրեմն այդքան էլ հեշտ չի։ Իսկ այս պատվիրանը մեծագույնն է, որովհետեւ շատ աշխատանք ունենք կատարելու, որ այդ սերը ամբողջական լինի։ Ինչու՞, որովհետեւ Աստված մարդ հարաբերությունը ամբողջական հանձնառություն, անգլերենով այդ բառը ասում ենք commitment։
Եթե ընտանեկան հարաբերության մեջ կինս ինձ ամբողջությամբ չսիրի, ինչ-որ մի մասով սիրի, ես էլ իմ կնոջը, այդտեղ ընտանիք չկա, այդտեղ հարաբերություն չկա, այդտեղ կիսատ է։ Եվ որևէ մեկը չի ուզենա մեկի հետ այսպես ինտիմ, իրական ամենասերտ հարաբերության մեջ մտնի կիսով չափ։ Եթե իրական հարաբերության մեջ ես մտնում, անձնական հարաբերության մեջ ես մտնում, ամբողջությամբ ես տրվում։ Այդ կինը քոնն է ամբողջությամբ ու դու իրեն ես ու կողքում էլ կողքից աշխարհում էլ ոչ ոք չկա քո համար։ Մենք սա շատ լավ հասկանում ենք ընտանիքի պարագայում, բայց Աստված մարդ հարաբերության մեջ դժվարանում ենք հասկանալ։ Աստված նույնն է ուզում։ Ուզում է, որ մենք ամբողջությամբ իրեն սիրենք, իսկ սա ժամանակ է ուզում, սա ջանք է ուզում, որ վերջում էլ այդ զորություն բառն է դրված, որ մեր կարելին անենք, որպեսզի իրապես կարողանանք իրեն ամբողջությամբ սիրել։ Բայց ինչպես հաճախ լինում է, երբ որ Քրիստոս Աստվածաշնչից մանավանդ 5 կտակարանից ինչ որ հատված է մեջ բերում, որ այս դեպքում երկրորդում նորինած 6-ի մեջ է, դրանից բացի ինքը ավելի ուրիշ մտքեր է տալիս, որ օրենսգետը գիտեր, մենք չգիտենք, եւ դրա համար ուզեցի, որ ամբողջ պատկերը տեսնենք, թե ինչու Քրիստոս մեջ բերեց երկրորդում նորինած 6-4-ը։ Որովհետեւ այստեղ տեսեք ամբողջության մեջ ինչ է ասում, կամ 4-ից 6 ասում է. լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է, քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ եւ քո ամբողջ ուժով։ Սա այն պատվիրանն է, որ Քրիստոս ասաց, բայց տեսեք շարունակությունը կա։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին եւ նրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես ճանապարհ գնալիս, պարկելիս ու վեր կենալիս։ Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև։ Դրանք կգրես քո տների մուտքին եւ դռների վրա։ Եվ երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ երդվեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, եւ քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, եւ ուտես ու հագենաս, ապա այն ժամանակ զգուշ եղիր, որ չմոռանաս եգիպտացիների երկրից, ստրկության տնից, քեզ դուրս բերած քո Տեր Աստծուն։ Այսինքն ինքը ասում է. սիրիր ինձ, որովհետև ես այսքան բան եմ քո համար արել։ Եվ ոչ միայն սիրիր ինձ, որովհետև ես այսքան բան եմ քո համար արել, այլ նաև պատվիրան է տալիս քո զավակներին այս ամեն ինչը կհաղորդես, որ մենակ քո մեջ չմնա, այլ խոսքով քրիստոնյայի ամենամեծ պարտականությունը իր զավակներին այս պատվիրանի հաղորդումն է։ Եվ ոչ միայն իրանք էլ պիտի իմանան, ասում է անընդհատ աչքիդ առջև թող լինի այս պատվիրանը, որ երբեք չմոռանաս, որ չլինես ուխտադրուժ, որ չլինես մեկը, որ մոռացավ այն բարիքները, ինչ որ Աստված արեց իրեն։ Ահա թե ինչու Քրիստոս նաև այս պատվիրանը տվեց, որ ամբողջական իր պատկերի մեջ ավելի մեզ լավ պատկերացում տվեց, թե ինչի մասին էր խոսքը։ Եվ այստեղ չի սահմանափակվում Քրիստոս։ Եվ շարունակում է, եւ երկրորդը նման է սրան, դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես, չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք։ Հետաքրքիր է, որ ուզեցի այստեղ ասել, որ քո մտքով արտահայտությունը չկա բնագրում, եթե ուշադրություն դարձրեցիք, այստեղ եթե ուշադրություն դարձրեցիք քո հոգով, քո ամբողջ մտքով եւ զորությամբ, եւ որ երկրորդում օրինաց 6-ի մեջ ենք ընթերցում, մյուս տեղում սա չկա, բայց ուզում եմ կենտրոնանալ երկրորդ պատվիրանի վրա, որ դառնում է առաջի պատվիրանը։ Առաջի անգամն է գոնե գրանցված քրիստոնեության կամ ընդհանրապես Աստվածաշունչ մատյանի մեջ հին ու նոր կտակարանների, որ Ղևտացիս 19 եւ երկրորդում նորինած 6-ը միավորվում են իրար։ Սրանք լրիվ տարբեր պատվիրաններ են, տարբեր գրքերում գրված։ Մեկը երկրորդում նորինացում է գրված, մեկը Ղևտացիսում է գրված։ Բայց Քրիստոս այս երկու պատվիրանները բերում է իրար մոտ։ Եվ կարծես ոչ միայն բերում է իրար մոտ, այլ կապում է իրար։ Եվ ինչու է սա անում, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ զորությամբ։ Եվ դրա համար ասում է պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, քանզի ես եմ Տերս, այլ Ղևտացիս 19:18-ին է։ Հետաքրքիր ուզում եմ սրա մասին խոսել։ Դիմացինին սիրել նշանակում է նախ եւ առաջ նրա բարեկեցությունը քեզ համար բարձրագույն նպատակ դարձնել, priority։
դիմացինի լավը քո համար priority է։ Ոչ թե նա, որ դե ինչ ուզում է թողանի, ես չեմ նախանձում կամ ես չեմ խառնվում, այլ ընդհակառակը դիմացինի բարեկեցությունը քո համար բարձր priority է։ Դու դրա համար պիտի ինչ-որ չափ նաև ջանք դնես։ Բայց եթե անում ես այդպես, իրապես սեր ունես, որովհետև եթե քո սիրելիին ես մոտենում, հաստատ դու քո սիրելիին ուզում ես այդպես է լինի։ Ես իմ տղային ուզում եմ, որ ինքը ամեն ձև հաջողվի, որտեվ սեր ունեմ ու դրա համար իր հաջողությունը կյանքում, իր աստվածահաճո ընթացքը կյանքում իմ priority-ն է։ Նույնը Քրիստոս այստեղ բերում է դիմացինի համար, որ դիմացինը քեզ հարազատ ընդունիր եւ թող այդ քո սերը այնքան լինի, որ իր հաջողությունն էլ քո համար priority լինի։ Տեսեք, հայերենում հետաքրքիր բառ ունենք՝ բարեկամ։ Երբ որ փոքր էի, բարեկամ ժողովրդի մեջ տարածված է, որ բարեկամս է, այսինքն ազգակիցս է, արյունակիցս է։ Բայց խորքի մեջ բարեկամ բառը ինքնին նշանակում է բարին կամեցող։ Մեկը, որ քո բարին է կամենում։ Եվ այդ մարդը քո բարեկամն է, որտեվ ինքը քո լավն է ուզում, քո բարին է կամենում։ Քրիստոս դրանից առաջ է տանում, ոչ միայն մեկը, որ քո բարին է կամենում, այլ մեկը, որ գործնական քայլ է անում, որ քո բարին լինի։ Սա է քրիստոնյայի կերպարը, որտեղ կարող եմ ես կամենալ բոլորի համար, թող Աստված բոլորին հասնի առատապես։ Դա բարի կամեցողությունը, լավ բան է, սրտից է գալիս, բայց ինչ եմ անում, որ մարդուն այդ բարիքը ես մի բանով էլ օգտակար լինեմ։ Հենց սա է, որ սիրո ու կամեցողության մեջ մեծ տարբերություն կա, սերը գործ է ենթադրում։ Հետաքրքիր միտք կա, որ այսօր էլ, ինչպես որ ասացի, հրեաները առաջի պատվիրանը այս Շմա Իսրայելը ունեն, երկրորդում նորինած 6-ը, բայց միջև օրս չեն կապել Ղևտացիս 19-18-ը երկրորդում նորինացի հետ, այլ խոսքով սիրիր քո ընկերոջը ինչպես քո անձը, չեն կապել սիրիր Աստծուն։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետև եթե դու վերացական Աստծուն ես սիրում ու դիմացինից չես սիրում, Քրիստոս ասում է, խորքի մեջ դու Աստծուն չես սիրում։ Ու ինչքան էլ ուզում ես ճակատիդ դիր, կամ դռանդ վրա դիր, կամ երեխայից սովորեցրու, կամ ամեն ինչ արա, որպեսզի այդ պատվիրանը չմոռացվի, եթե դու դիմացի մարդուն չես սիրում, ինչքան ուզում ես Սուրբ Գիրք կարդա, պատարագի արի, միևնույնն է, այդ ամբողջ անիմաստ է։ Ու Քրիստոս այս պատգամը տալիս էր հրեաներին 2000 տարի առաջ։ Որպես կանոն հրեաների մեծ մասը միջև հիմա էլ այս երկուսը իրար չկապեց, բայց արդյոք մենք քրիստոնյաներս կապում ենք։ Արդյոք մենք Աստծո սերը, որ ասում ենք ունենք, կապում ենք մարդու սիրո հետ, ու ոչ թե կոնկրետ հարազատի, զավակի, ծնողի, այլ դիմացինի սիրո հետ։ Այս է հարցը։ Բայց հարցադրմանը մենք պիտի պատասխանենք։ Եվ դրա համար էր, որ այստեղ օրենսգետը ուզում եմ այս միտքը բերել, որ Հովհաննես Ավետարանիչն ասում է, եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն եւ ատի իր եղբորը, սուտ է խոսում։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը, ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաեւ իր եղբորը։ Ուրեմն այդ մեծագույն պատվիրանը անիմաստ է դառնում կամ վերացական է մնում, եթե չկա կոնկրետ գործնական մեկին սիրելու քո քայլը։ Եվ սա էր, որ արդեն Հովհաննես Ավետարանիչն ասում իր առաջի թղթի 4-րդ գլխում։ Եվ հետաքրքիր է, ինչա փաստորեն ուզում սրանով Քրիստոս ասել։ Քրիստոս սրանով ուզում է ասել, որ դու Աստծուն քեզանից, քո եսից բարձր դասիր։ Որովհետև եթե դու Աստվածասեր ես, դու լավ մարդ ես, բայց եթե դու եսասեր ես, դու այնքան էլ լավ մարդ ես։ Ու այսօր հասարակության մեջ պարտադիր չի, որ ինքը քրիստոնյա լինի, քրիստոնեական ընկալում ունենա։ Եթե մեկին ասես, այս մարդը Աստվածասեր է, դրական կնկատվի։ Բայց եթե ասես եսասեր է, էգոիստ է, բացասական։ Հենց այս պատվիրանը ամբողջությամբ սրա մեջ է։ Մարդը Աստվածասեր է, թե եսասեր է։ Բայց որպեսզի դու դառնաս Աստվածասեր, դու պիտի դիմացինին էլ սիրես։ Այդ ժամանակ ես դու դառնում Աստվածասեր։ Ու այստեղ այսքանը որ խոսեցի, ուզեցի այսօրվա մեր խնդիրների հետ էլ կապեմ ու ուզում եմ այսօր մանավանդ Ամերիկայի միջավայրում ու ոչ միայն մեր մոտ էլ կա, բայց այստեղ շատ տարածված է, որ մենք սրանով այս պատվիրանով Քրիստոս ասում է, որ նախ մարդուն սիրի։
որտեղ մարդը արարչագործության պսակն է, գագաթն է, ու ավելին, մարդը Աստծո պատկերը կրողն է։ Ուրիշ ոչ մի կենդանի Աստծո պատկերը չունի։ Գիտեմ, մեր մեջ կարող են լինել շատ կենդանասերներ, բայց որևէ կենդանի Աստծո պատկերը չունի իր մեջ, այսինքն Աստծո հոգին չունի իր մեջ։ Աստծո հոգին ունեցողը մենակ մարդն է։ Եվ այստեղ ուզում եմ սա տեսնել, որ հաճախ երբ որ նկատում ես գոնե Լոս Անջելեսում որոշ հաշվարկներով ոմանք ավելի լավ կիմանան, այդ բնակավարում են աշխատում, 70,000 միայն այս քաղաքում տնանք կա, հոմլես կա, որոնք որ կամուրջների տակ են, այստեղ են, այնտեղ են, բայց դու թափառական շունչ ես տեսնի, որովհետև մարդիկ կգան, ովքեր որ կենդանիների պաշտպանության վայրերից են ու կասեն, սա անընդունելի է, կենդանին մեղ կա, կենդանուն տանենք, կերակրենք, տուն տանք եւ այլն, տանիք տանք, բայց որ տասնյակ հազարավոր շուրջ 100,000-ի մոտեցող տնանքներ ունենք մենակ այս քաղաքում, որևէ մեկին դա չի հետաքրքրում։ Ուրեմն այստեղ է գալիս, որ արդյոք մենք այս պատվիրանը ճիշտ ենք հասկացել։ Արդյոք մենք հասկացել ենք, որ մենք մարդուն, կուզեք լաք մի արեք, որ հետո մտնող լինի, էլի, որ մարդուն, մերսի, ավելի պիտի կարևորենք, քան կենդանիներին։ Ինչքան էլ մենք կենդանիներին սիրենք։ Իսկ նաև կարդում ենք, գոնե ես անձանց չգիտեմ, որ ոմանք նույնիսկ իրենց կտակները կենդանիներին են տալիս, որովհետև ավելի նախընտրում են իր կենդանուն, քան մարդկանց։ Սա էլ խոսում է այն մասին, որ առաջի պատվիրան ինքը չհասկացավ, մարդը չհասկացավ ինչի մասին է, բայց ավելի խորն էլ կա, որ նույնիսկ դրանից բացի ոմանք սկսում են բնությունը, արարչագործությունը, ծառը, թուփը, տերևը, սա կարևորել եւ սա էլ արդեն հեթանոսության դասական վիճակ է, որ օրինակ բնիկ ամերիկացիները, որոնց մենք հնդկացի ենք կոչում, վստահ եմ շատերս գիտենք, որ իրանք բնությունը պաշտող են, իրանց համար դա աստվածներն են։ Եվ իրանց համար, երբ որ դու ծառ ես, ասենք, չգիտեմ, ծառի ճյուղ ես կտրում եւ այլն, սա անընդունելի է։ Այսինքն մարդիկ հաճախ այդ կենդանիներին, բնությանը շատ ավելի կկարևորեն, քան Աստծո պատկեր ունեցող մարդկանց։ Ու այս պատվիրանը մեզ բոլորիս հիշեցնում է, որ եթե Աստծուն ես սիրում, պիտի մարդուն սիրես ավելի, քան մնացած ամեն ինչ։ Եվ ասում է, եւ օրենսգետը նրան ասաց. լավ է վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե Աստված մեկ է եւ բացի նրանից ուրիշ Աստված չկա։ Միայն Մարկոսի ավետարանն է, որ մեզ ներկայացնում է, որ փաստորեն այս օրենսգետի ու Քրիստոսի մեջ երկխոսություն եղավ։ Մնացածները մենակ ասում են, որ խոսեց, հարց տվեց եւ հարցին Քրիստոս պատասխանեց։ Ղուկասի մեջ էլ հետը հակառակն է։ Եվ Քրիստոսը հարց տալիս եւ այս օրենսգետը պատասխանում է այն ինչ որ մեծագույն պատվիրանն է, ու Քրիստոս ասում է ճիշտ պատասխանեցիր, այդպես արա եւ կապրես։ Բայց Մարկոսը ինչի է այստեղ մեզ օգնում, որովհետեւ այս հարց ու պատասխանը բավական երկարում է եւ այստեղ մենք հասկանում ենք, որ այս մարդը իր հետ այդ confirmation-ներ ուզում, իր հաստատումներ ուզում, ինքը այդ մտքին էր, որտեղ հիմա պիտի տեսնենք, որ Քրիստոս ասում է հեռու չես Աստծո արքայությունից։ Ու փաստորեն ճիշտ էր սկսել մտածել, ու երբ որ Քրիստոս հաստատեց իր մտածումը, ինքը դրանով ավելի ուրախացավ եւ երկու մասի բաժանեց։ Առաջինը Աստծո ճանաչողություն, երկրորդը Աստծո սեր։ Դրա համար առաջինը սա է, լավ է վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե Աստված մեկ է եւ բացի նրանից ուրիշ Աստված չկա։ Այսինքն նախ խոսում է միակ Աստծո մասին, որը բացառիկ է, եւ դրա հետ կապված նաեւ բերում է նրան, որ դա իմ կյանքում պիտի բացառիկ լինի։ Ոչ թե գաղափար է, որ Աստված մեկ է, Աստված հզոր է, Աստված ինչ որ տիեզերքի արարիչն է, այլ Աստված իմ կյանքի տերն է, իմ կյանքի Աստվածն է։ Ու դրա համար այստեղ ես միտքը գրեցի, որ անգլերենով God wants to be exclusive and top priority in our lives. Հաճախ այս բառը մենք հայերենում ենք օգտագործում exclusive։ Աստված exclusive, այսինքն ինքը մենակ իրեն է ուզում։ Չկա ուրիշ, մի ուրիշ տեղ փնտրի։ Եվ դրանից բացի priority-ը ամենակարևորն է։ Եթե իմ կյանքում Աստված իրապես exclusive է, եթե իմ կյանքում ինքը բացառիկ այլ խոսքով, եւ եթե ինքը կարևոր դիրքում է իմ կյանքում, ուրեմն այդ ժամանակ իմ կյանքը հաջողված է։ Սա գիտակցությունն է։ Սա գիտակցությունն է, որ պիտի ունենանք։ Բայց գիտակցությունից հետո գալիս է արդեն գործնական կյանքը, որը
սիրով է փաստվում։ Եվ հիմա երկրորդ բաժինն է ասում այս օրենսգետը, ասում է եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ եւ ամբողջ մտքով սիրելը, ինչպես եւ ընկերոջն իր անձի պես սիրելը, առավել է քան ողջակեզները եւ զոհերը։ Եթե կհիշեք, Քրիստոս բազում անգամ մեզ հիշեցրեց Ովսե 6:6-ը, որը հետեւյալն է. ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ։ Ողորմություն բառը եբրայերեն խեսեդ բառն է, որ նաև նշանակում է սեր։ Եվ այս կոնտեքստի մեջ մենք կարող ենք հասկանալ, որ Աստված ասում է սեր եմ ուզում, ոչ թե զոհ, ոչ թե ռիտուալ, սեր տուր։ Եվ հետաքրքիր է, որ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը 5-րդ դարում ասում էր, եթե մեկն Աստծուն սիրում է, չի կարող անտեսել հարևանին։ Եվ իրապես դա ճշմարտություն է։ Իսկ եթե հարևանիդ անտեսում ես, ուրեմն Աստծուն չես սիրում։ Եվ այստեղ իսկ Բիդը 8-րդ դարի արդեն անգլիացին ասում էր առանց մարդուն սիրելու Աստծուն չես սիրի եւ առանց Աստծուն սիրելու մարդուն չես սիրի։ Այս երկուսը իրար հետ են։ Դրա համար Քրիստոս բերեց երկրորդում նորինած 6-ը կապեց բանի հետ 19-ի հետ։ Տեսեք Սուրբ գրքի բառը մտքիցս թռավ։ Խեֆտացիս։ Երբեմն այս բաներ մոտս լինում է, ներող, արդեն ծերանում եմ։ Եվ հիմա գալիս եմ մի շատ կարևոր կետի, ուրեմն սերը գործնական քայլեր է պահանջում եւ միայն զգացմունք չէ։ Ու հիմա հենց այստեղ եկանք։ Եթե դու Աստծուն սիրում ես, ուրեմն գործ արա։ Եվ դրա լավագույն օրինակը մենք տեսնում ենք Պետրոսի ու Քրիստոսի խոսակցության մեջ, երբ որ արդեն Քրիստոս հարություն է առել, երբ որ արդեն Քրիստոս իրանց մի քանի անգամ երևացել է, ու վերջի դրվագն է, որտեղ Հովհաննեսը 21-րդ գլխով ավարտվում է, ու այստեղ ինչ է ասում Քրիստոս Պետրոսին։ Ասում է Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Սա նրան ասաց. այո Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. արածացրու իմ գառներին։ Դարձյալ ասաց նրան. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Նա ասաց նրան. այո Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. արածացրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ նրան ասաց. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե սիրում ես ինձ, ու նրան պատասխանեց. Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թե սիրում եմ քեզ։ Հիսուս նրան ասաց. արածացրու իմ ոչխարներին։ Պատահական չի, որ 3 անգամ այս հարցադրումը տրվեց, այնքան որ անգամ Պետրոսը նեղվեց, բայց Քրիստոս այս հարցադրումը մեզ էր տալիս։ Իսկապես ինձ սիրում եք, իսկապես Աստծուն սիրում եք, ուրեմն գործ կատարեք, արածացրեք այս հոտը։ Եվ մի ասեք, որ սերը զգացմունք է ու ես խորը լուրջ զգացմունքներ ունեմ։ Կարող ես ունենալ այդ զգացմունքները, դա ինքնին աստվածային է, դա ինքնին ճիշտ է, կարևոր է, բայց մենակ զգացմունքներով չի, որտեղ Քրիստոս չասաց Պետրոսին. սիրում ես ինձ, եւ ասե, եթե պատասխան լիներ, այո, ապրես, շարունակիր սիրել։ Չէ, գործ արա, քայլ կատարիր։ Իսկ այդ արածացնելը դժվար է, իրենց պիտի տաս ուտելիք, իրենց պիտի տիրություն անես, իրենց պիտի պաշտպանես, որ գայլերը չգան, այսինքն ահռելի աշխատանք պիտի տանես, ու եթե դա անում ես, դա փաստ է նրա, որ դու ինձ Հիսուս Քրիստոսին, այլ խոսքով Քրիստոսի բառերն են, սիրում ես։ Իսկ եթե չէ, ուրեմն ընդհանրապես սրանք խոսքեր են եւ ինքնախաբեությամբ ես ապրում Սիմոն Պետրոս։ Այլ խոսքով այստեղ ուրեմն ամբողջ այս առաջի պատվիրանը սիրո եւ ճանաչողության մասին էր, ու այս երկուսը իրար հետ են։ Եթե կհիշեք, ես մեջ բերեցի Ովսե 6:6-ը, բայց Ովսե 6:6-ի շարունակությունն էլ հետաքրքիր է, որ Քրիստոս մեզ տվեց, ասում է, քանզի ողորմություն եմ ցանկանում ոչ թե զոհ, ստորակետ։ Աստծու ճանաչումն ավելի եմ ցանկանում, քան ողջակեզները։ Այսինքն այդ ողորմության հետ մեկտեղ Աստծո ճանաչում էլ է պետք։ Որովհետև եթե Աստծո ճանաչողություն չկա, ողորմություն ու սեր չկա։ Լավագույն դեպքում, եթե դու ողորմություն ես ցույց տալիս ու սեր ես ցույց տալիս, օրինակ Արցախահային ես օգնում, դու քո իգոյի համար ես անում։ Իսկ եթե Աստծո ճանաչողությունը կա, ուրեմն դու քո իգոյի համար չես անում, դու անում ես Աստծո համար, որովհետև դու Աստծուն ճանաչում ես։ Եվ դրա համար, քանի որ ճանաչում ես, դու սիրում ես։ Ու դրա համար առաջի Հովհաննես 4-ի մեջ, որ ես մեջ բերեցի, նորից այս միտքը կա, տեսեք, որ դրա համար ընդգծել եմ. Սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, եւ ամեն ոք, որ սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն։
Իսկ նա ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։ Այսինքն նորից սիրո հետ ճանաչողությունը կա, ինչպես որ Ովսե 6:6-ի մեջ կա, այնպես էլ առաջի Հովհաննես 4-ի մեջ կա, որտեղ սերը կա, իրական սերը, այնտեղ նաև ճանաչողությունը կա։ Եվ դրա համար այս միտքը գրեցի, ինչպես կարող ես մեկին սիրել, եթե չես ճանաչում։ Եվ բնականաբար այստեղ մեզանից շատ-շատերը ամուսնացած են, ծնողիդ չես կարող ճանաչել, որ սիրես, ծնողիդ աչքերդ բացում ես, ծնողդ այնքան է քեզ սիրում, որ վարակում է քեզ իր սիրով, դրական առումով ու դու սկսում ես սիրել։ Բայց կողակցից սկսում ես սիրել ճանաչելով։ Եվ եթե զգացմունք է մենակ, որ դու ուղակի իրեն սկսեցիր սիրել, զգացմունքներ, սիրահարվածություն ենք ասում սա շատ շուտ սկսում է, բոցկլտում է ու շատ շուտ էլ հանգում է։ Իսկ ճանաչողության հիման վրա գնացող սերը ինքը երկար է գնում, մինչև ամբողջ կյանք կարող է գնա ու նույնը Աստված-մարդ հարաբերության մեջ է։ Ինչպես որ դիմացինիդ ես ճանաչում ու սկսում ես սիրել, այնպես էլ Աստծուն ես ճանաչում ու սկսում ես սիրել։ Եվ դրա համար էլ այս միտքը նաև գրեցի, նա ով որ ունի Աստծո ներկայությունն է վայելում, նա ով որ սեր ունի Աստծո ներկայությունն է վայելում, այսինքն երկնքի արքայության մեջ է գտնվում։ Այլ խոսքով, եթե իրապես սկսում ես սիրել, այդ երկնքի արքայություն կոնցեպտը սկսում է շոշափելի դառնալ քո կյանքում, որովհետև Աստված սեր է, ասեց Հովհաննես Ավետարանիչը, եւ Աստծո այդ սերը դու զգում ես, Աստծուն ինքդ զգում ես, երբ որ սկսում ես սիրել։ Եվ դրա ամենապարզ օրինակը գիտեք որն է, երբ որ մեկին մի փոքր բանով օգտակար ես լինում, այնքան լավ ես զգում քո կյանքում, քո մեջ, այնքան բավարարված, չգիտեմ, երևի բառեր չկան արտահայտվելու, թե ինչքան դրական հույզեր ու ապրումներ ես ունենում, երբ որ մեկին մի փոքրիկ բանով փորձում ես օգտակար լինել, նույնիսկ եթե բանը չէ, մեկը ճանապարհ է խնդրում, որ իրեն ցույց տաս ու ասում ես, այս ինչ ճանապարհով որ գնաս, տեղ կհասնես։ Եվ ուրախանում ես, որ այդ մարդուն օգնեցիր, որ ինքը ճիշտ ճանապարհով տեղ կնա հասնի։ Սա ինքնին հենց այդ փոքրիկ սիրո նշույլներն են, որոնք որ մենք տեսնում ենք, իսկ ինչքան առավել ինքնազոհությունն է մեծ բավարարություն տալիս մարդու սրտին։ Եվ ասում եմ, Հիսուս տեսնելով, թե նա իմաստության պատասխան տվեց, նրան ասաց. հեռու չես Աստծո արքայությունից։ Ինչու հեռու չես։ Քանի որ ճիշտ մտայնություն ուներ, մնում էր, որ ապրեր այդ մտայնությունը։ Սա երկու տարբեր գաղափար կա այստեղ։ Այսինքն ճիշտ ճանապարհի վրա ես, երկու բան՝ մի դադարիր, շարունակիր քայլել։ Եվ սա ես միշտ իմ կյանքում եմ տեսել ու մեր խմբի անդամների մեջ եմ տեսել։ Հաճախ եկել ենք պատարագների Սուրբ Գրքի սերտողության հոգևոր ընտանիքի մաս ենք դարձել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ու յուրաքանչյուրս ունենք պատճառներ, դադարել ենք։ Ու երբ որ դադարել ենք, էլ չենք քայլել։ Հիմա Քրիստոսը ասում է հեռու չես Աստծո արքայությունից, բայց դեռ չես ասել։ Դեռ չես ասել, այս կյանքում դեռ չենք հասնում։ Նշույլները զգում ենք, նախաճաշակ ունենում ենք, բայց չես ասել, այսինքն շարունակիր քայլել, մի դադարիր։ Ու եթե քեզ թվաց, թե դու արդեն հասել ես, դու ինքդ քեզ խաբեցիր, դու չես հասել, դու կհասնես, երբ որ Աստված ինքը նպատակահարմար կգտնի, կամ իր երկրորդ գալուստով, կամ քո հոգին իր մոտ տանելով, որ հետո նաև մարմինդ էլ պիտի վերականգնի։ Մենք այս մասին էլ խոսեցինք։ Ուրեմն սա է, խրախուսանքն է, որ եթե իմաստությունդ կա, սկսիր քայլել ու դրա համար այս միտքը բերեցի, որ theory versus practice, այսինքն կա գիտակցություն, պետք է գործողություն։ Հաճախ իրապես մեծ օրհնություն է, երբ որ մարդ ունի առողջ մտածելակերպ։ Երբ որ մարդկանց հանդիպում ես ու մարդիկ չունեն առողջ մտածելակերպ, երբեմն զայրանում ենք, երբեմն նեղվում ենք, երբեմն ցավում ենք այս մարդկանց համար, որտեղ երբեմն ասում ես, որ սա թեյ է, ու ինքը ասում է, սա թեյ չի, լրիվ ուրիշ մի բան ասում։ Երբ որ բացատրում ես, փորձում ես փաստել, միևնույնն է, ինքը մնում է իր կարծիքին, որ սա թեյ չի։ Եվ դա իր իրավունքն է, չես կարող բռնանալ, բայց ցավում ես։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ընկալում ունեն ճշմարիտ Աստծո ճանաչողության, փառք ես տալիս, որ Աստված իրանց մտքերն ու հոգիները բացել է եւ իրենք ունեն։ Բայց ունենալը մի բան է, օգտագործելը լրիվ ուրիշ բան է։ Եվ դրա համար էր այս օրենսգետին ասում հեռու չես Աստծո արքայությունից, շարունակիր, պրակտիկայի վերածիր, կիրառիր, գործողություն կատարիր։ Ուրեմն տեսեք ինչ 3 կետ եղավ. ճանաչիր Աստծուն իբրև միակ Տիրոջ, սիրիր Աստծուն քո ամբողջ էությամբ եւ սիրիր ընկերոջդ
քո անձի պես։ Այս երեքը եթե քո կյանքում կան, դու ճիշտ ճանապարհի վրա ես ու մի դադարի անընդհատ գնա։ Ճիշտ ճանաչողություն, սեր դեպի Աստված, սեր դեպի դիմացին, որ գործնականում պիտի փաստվի։ Եվ ասում է, եւ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան բան հարցնել։ Հետաքրքիր է, հայրերը, եթե ընթերցեցիք մեջ ուղարկել էի ձեզ, մեջ են բերում, որ այս լռությունը սրտի դարձի հետևանք չէր։ Երբեմն մեր լեզվում շատ կասում ենք դարձի ենք եկել, չէ՞։ I repented։ Էսի repentance չէր, էսի դարձի գալ չէր։ Էսի ուղղակի հարկադրված լռություն էր, երբ որ էլ ասելիք չունես, նախընտրում ես լռել, բայց պահն ես փնտրում, երբ որ նորից բանավեճի կբռնվես ու նորից քո կարծիքը կասես։ Ուրեմն երկու ձևի լռություն էլ կա։ Երբեմն լռում ես համոզվելով, ընդունելով, դիմացինը ճիշտ է, ես սխալ եմ, լռում եմ։ Սա կարող է լինի ընկերների միջև, սա կարող է լինել ընտանիքում, սա ամենուր կարող, գործի վայրում, բայց երբեմն էլ լռում ես, որովհետև այս պահին զգում ես, որ քո խոսելը ավելի քեզ է վնասելու, բայց պահն ես փնտրում, որ մի օր ես հեսա այսպես իմ ուռը ժողովրդական խոսքով կանեմ, քեզ կասեմ, սա էր այդ լռությունը, որը որ դրական լռություն չէր։ Իսկ իրական լռությունը ընդունելն է, խոստովանելն է ու ասելը ճիշտ ես, մենք այլևս ասելիք չունենք ու քո հետևորդն ենք դառնում։ Հիմա այստեղ ուզում եմ նաև այս գիծը գծեցու այս առաջարկն եմ ասում, փոստորեն գործնական առաջարկներ սիրածը տեղակին հասնելու համար։ Մենք ունենք բազում երիտասարդներ այստեղ ու բնականաբար բոլոր երիտասարդներն էլ, առողջ երիտասարդները ունեն այդ միտքը, որ ունեն սիրելիակ, որին ուզում են հասնեն կամ երևակայական սիրելիակ, եւ Աստծո հետ հարաբերությունը շատ նման է դիմացինի հետ հարաբերության։ Հենց Քրիստոս դրա համար այս երկու պատվիրանները իրար միացրեց։ Օգոստինոս Երանելին ինչ է ասում։ Ասում է, երբ անձը հավատում է, սկսում է սիրել։ Եվ բարի գործերի ու լրջախոհ ուշադրության շնորհիվ, որը նա տածում է առաքինության նկատմամբ, նա սկսում է հուսալ, որ կհասնի նրան, ում սիրում է։ Այսինքն հարաբերությունը սկսում է մեկը մյուսի հանդեպ վստահությամբ։ Սկսում ես մեկը մյուսին հավատալ։ Այդ հավատը ի վերջո վերածվում է սիրո։ Եվ եթե այդ սիրո հետ կա նաև լրջախոհ ուշադրություն եւ նաև առաքինություն, բարոյականություն, սա ի վերջո տանելու է նրան, եթե մաքուր է այդ հարաբերությունը, որ քո հույսին, այսինքն քո հուսացած անձին կհասնես, նույնը Աստծո հետ է։ Աստծուն հավատում ենք, Աստծուն սկսում ենք սիրել այն հույսով, որ մենք մի օր Աստծո հետ ենք լինելու։ Եթե իրապես բարոյական ճիշտ կյանքով ապրենք, որովհետև ինչպես որ ասացի ամուսինքին հարաբերությունն է, նույնը եւ մարդ Աստված, դրա համար պատահական չի, որ Սուրբ Գիրքը բազում անգամ եկեղեցին կոչում է հարս, իսկ Քրիստոսին կոչում է փեսա։ Եվ նաև շարունակությունը կա, երբ ցանկանում ես մեկի սրտին տիրանալ, չես մտածում ուրիշի հետ մեղավոր կապի մասին։ Անդադար տենչանք մեր Աստծուն, սա է պատգամը։ Այսինքն, եթե իրապես ես ունեմ Աստծուն իբրև իմ կյանքի նպատակակետը, ես էլ չեմ շեղվում ուրիշների վրա։ Նույնը սիրահարների մոտ է, երբ որ մեկին է ուզում, ինքը էլ ուրիշների վրա ուշադրություն չի դարձնում, ինքը կենտրոնացած է իր նպատակակետին։ Լինենք այդպիսին, որ եթե Աստծուն դարձնենք մեր նպատակակետը եւ չշեղվենք այստեղ ու այնտեղ, այլ ուղիղ գնանք։ Եվ դրա համար նաև անգլերենով այս միտքը ասացի, որտեղ բառերը դժվար են, որ the constant desire of our loved one is God, but we need to have that constant desire. Միշտ այդ անդադար ցանկությունը պիտի ունենանք Աստծո հետ լինելու, Աստծո համար ապրելու համար։ Եվ հետաքրքիր է, այս առաջի պատգամը վերջացավ, ասում եմ, ինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տվեց ժողովրդին եւ ասաց. Ուշադրություն դարձեցիք, մինչև հիմա Քրիստոսին էին հարցնում, անդադար հարցնում էին, անընդհատ հարցնում էին։ Հիմա Քրիստոսը հարցնում եւ փոխում է վիճակը։ Եվ այս հարցադրումները, որոնք որ կային, բոլորը տաճարի մեջ էին։ Ուշադրություն, եթե դարձեցիք, թզի անեծքից հետո, հաղթական մուտքից հետո, ինչ որ կատարվում է հիմա այս շրջանում, բոլորը տաճարի մեջ է կատարվում, եւ եթե կհիշեք, ասացի, որ հաճախ տաճարը նաեւ բացօթյա էր։ Ճիշտ է, այս նկարիչները փակ են նկարել տաճարը, բայց խորքի մեջ տաճարը նաեւ մեծավ մասամբ բացօթյա էր եւ այս հարցադրումները լինում է։ Հիմա Քրիստոս է հարց տալիս,
ու այս հարցը այնքան խորքային է, եւ այս առաջի երկու պատվիրանի հետ շատ մեծ կապ ունի, Աստծո հետ մեծ կապ ունի։ Ինչպես են ասում օրենսգետները, թե Քրիստոս Դավթի որդին է, մինչ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. Տերը իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջում, միջև որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատվանդան դնեմ։ Սաղմոս 109-ից է, տեսեք քանի անգամ Քրիստոս մեջաբերում 5 կտակարանը, մենք երկրորդում նորինացը տեսանք, Ղևտացիսը տեսանք, հիմա Սաղմոսն ենք տեսնում, Տերն իմ տիրոջն ասար, նստիր իմ աջ կողմում, միջև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ։ Մերով Սաղմոս 109, բողոքականյանով Սաղմոս 110։ Եվ այստեղ, եթե տեսակ, նորից էլի Յահվե անունը կա եւ Ադոնայ անունը կա, Յահվե եւ Ադոնայ երկու անուններ են, որոնք էլի Աստծուն են վերագրվում, իսկ հունարեն թարգմանությունը երկու դեպքում էլ Կիրիոս բառն է, որ Տեր է թարգմանվում, բայց այստեղ էլ հետաքրքիր է, երբ որ Սաղմոսը շատ կարճ Սաղմոսը 109-րդ Սաղմոսը, եթե մի քիչ առաջ կարդանք, կտեսնենք, որ այստեղ մի հետաքրքիր միտք կա, որ նորից Քրիստոսի մասին է, ոչ թե իբրև թագավոր ու Աստված, այլ նաև քահանայապետ, ասում է դու հավիտենական քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի։ Այսինքն հետաքրքիր է, երբ որ նայում եք Քրիստոսի մեջբերումները, որ ինքը 5 տականից անում է, ինձ համար էսե որորդ անգամն է բացահայտում է։ Ինքը ամբողջ պատկերի մի փոքր մասն է քեզ տալիս, որ դու չծուլանաս, բացես այդ նայես ու մի քիչ էլ եթե կարդաս, տեսնես, որ ավելի ամբողջական պատկեր կա։ Մենակ այդ տողով չսահմանափակվես, այսինքն աշխատանք տանես։ Եվ երբ որ աշխատանք ես տանում, տեսնում ես, թե ինչքան ավելին կա հենց իր մեջբերումի մեջ, քան քեզ թվում էր։ Ու դրա համար Սուրբ Գիրքն էլ է այդպեսին, չփորձենք միայն փոքրիկ տողով սահմանափակվել, մի քիչ ավելի կոնտեքստը կարդանք, կտեսնենք, թե ինչքան ավելի կօգտվենք մենք, երբ որ կոնտեքստն ենք կարդում։ Ուրեմն սրանով, ինչպես որ ամենասկզբից ասացի, Քրիստոս ցանկացավ սովորեցնել։ Հիմա այդ արտահայտությունները կան Դավթի որդի ու Դավթի տեր։ Ուզում եմ այստեղ շատ հստակ հասկանանք, որ Քրիստոս դեմ չի Դավթի որդի արտահայտությանը, որովհետև 10-րդ գլխում 2 գլուխ առաջ կհիշեք կույր Բարտիմեոսին։ Բարտիմեոս ինչ էր, կհիշեք այդ բառը։ Բարտիմեոս, Տիմեոսի որդի, չէ՞ ասեցինք, որ Բարտիմեոսը Քրիստոսին կոչեց Դավթի որդի եւ Քրիստոս չասաց սխալ ես ինձ կոչում, ես Դավթի որդի չկոչես, որտեւ ինքը Դավթի ցեղից է։ Եվ այստեղ խնդիր չկա, եւ Քրիստոսին, երբ որ Բարտիմեոսը Դավթի որդի ասաց, խնդիր չուներ, բայց մենակ Քրիստոսին Դավթի որդի պետք չի տեսնել։ Որտեւ եթե Քրիստոսին մենակ Դավթի որդի ենք տեսնում, ուրեմն Քրիստոսին մենակ մարդ ենք տեսնում։ Դավիթից ցածր մարդ ենք տեսնում, որտեվ Դավիթը բարձր է, Հիսուսը, Հիսուս Քրիստոս Դավիթից ցածր է։ Եվ ուշադրություն դարձրեք, ինքը երրորդ դեմքով է իր մասին խոսում, ինքը չի ասում ես Քրիստոսս, ասում է ինչ են ասում օրենսգետները Քրիստոսի մասին, բայց խորքի մեջ ինքն է Քրիստոսը։ Եվ դրա համար ասում դուք չեք ճանաչում դեռ ինձ, հիմա ես ձեզ կբացատրեմ Սաղմոսի մտքով, Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, միջև որ քո թշնամիներին քո ոտքերի պատվանդան դնեմ։ Եվ այստեղ նաև Քրիստոս ասում է, որ Դավիթը ինչ որ ասաց, Սուրբ Հոգով ասաց։ Սուրբ Հոգին իրան տվեց այդ իմաստությունը, որ ինքը ճանաչի, որ կա որդի ու կա հայր, այլապես ինքը չէր ճանաչելու։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ այսքանով հանդերձ, երբ որ բացենք հիմա բողոքականյան հրատարակությունները, որոնք որ հիմնականում ազդված են հրյաներից, եւ սա ցավալի, բայց իրականություն է, եւ նորություն չեմ ասում, այստեղ հրյաները ինչպես կարող էին այս տեքստը փորձել կասկածի տակ դնել։ Ամենահեշտ ձևը ձեր կարծիքով որը կլներ։ Լավ կլներ, բայց ասում են 110-րդ Սաղմոսը, դա իրանց մոտ 110-ն է, Դավիթը չի գրել, Դավիթի մասին է գրված։ Հեղինակը Դավիթը չի ասում։ Եվ դրանով կարծես թե ամբողջ տեքստը, ուրեմն Քրիստոս սխալ է ասում։ Դեռ Քրիստոս ասում է հեղինակը Դավիթն է ու Դավիթը ասաց, Տերն ասում է Տիրոջը, նստիր իմ աջ կողմում, Տիրոջս։ Եվ ասում է սա ասաց Սուրբ Հոգով։ Հիմա այսօրվա հեղինակը հրեական մտայնության ասում է, որ սա Դավիթը չի։
ու փորձում են երկար էջերով, կարող եմ 30 էջ ձեզ փորձեմ փաստել, որ այս բառը, այս ինչտեղը Դավիթը ստեղ չի ասել, ուրեմն այս ուրիշն է ասել, ամենայն հավանականությամբ այս ինչ հեղինակն է, որը այս ինչ դպրոցին էր պատկանում, սենց խճճելով մի բան, մի պատկեր կստեղծեն ու շատերին կհամոզեն ու դրա համար շատ հաճախ բողոքականյան մեկնություններն էլ կասեն այո, ճիշտ է, Դավիթը չի ասել ու դրանով կարծես թե ամբողջ տեքստը իր իմաստը կկորցնի։ Ու դրա համար է, որ Քրիստոս Մարկոս 8-ի մեջ կհիշեք ինչ էր ասում, նորից մենք սերտել ենք, զգուշացեք փարիսեցիների խմորից։ Եվ երբ որ աշակերտներին թվաց, թե հացի մասին է խոսում, Քրիստոս ասաց հացի մասին չեմ խոսում, ուսմունքի մասին եմ խոսում։ Այդ ուսմունքի մասին, որ խոսում էր Քրիստոս աշակերտների հետ, մենակ առաջի դարի մասին չէր, որ խոսում էր, բոլոր դարերի մասին է խոսում։ Եվ այս դարի համար էլ է խոսում։ Այսօր էլ նույն փարիսեցիների խմորը ներխուժել է եկեղեցի տարբեր ձևերով Քրիստոսի։ Եվ այդ խմորն է քեզ տալիս ու գիտության ճակերտավոր շղարշի տակ մեզ շեղում է։ Ու դրա համար եմ ես միշտ ասում ուշադիր լինենք ինչ ենք կարդում։ Եվ ամենաապահով մեկնությունները եկեղեցու Սուրբ Հայրերի մեկնություններն են։ Չխաբվենք այսպիսի մեծ անուններից, չգիտեմ, Օքսֆորդ, Քեմբրիջ, Հարվարդ եւ այլն, որոնք որ հաճախ այդ անուններն են։ Դրանք չեն կարևորը։ Կարևորը եկեղեցու հայրերի ուսմունքն այլը, որովհետև այս մարդիկ բերել են այս խմորը փարիսեցիների ու մտցրել են մեր դաշտ, ու մեզանից շատ-շատերն առանց իմանալու այս փարիսեցիների խմորից ենք օգտվում եւ չենք հասկանում, որ սրանով քանդում ենք հենց Քրիստոսի եկեղեցին ներսից։ Հիմա այս միտքը, որ եկավ, ինքը օրենսգետների մասին խոսեց, հետաքրքիր է, բայց ավելի ամբողջական է Մատթեոսի տեքստը, որ ինքը ուզում է Քրիստոս ուզում է ինչա այսքան խիստ խոսում, ուշադրություն դարձրեք, փարիսեցիները չեն սրանք, սրանք օրենսգետներն են, ուզում եմ, որտեղ հաճախ մենք չունենք այդ հստակ զատորոշումը, փարիսեցիները ծայրահեղական հրեաներն են, ազգայնամոլ հրեաներն են, այսպես կոչված ռադիկալ հրեաներն են, որոնք երազում են, որ իրենց հայրենիքը կանկախանա, Հռոմից իրենք կազատվեն, իրենք ամենամաքուրն են, իրանք ամենաբարին են, իրանք միակ ընտրված ազգն են։ Իսկ այս մարդիկ օրենսգետները, սրանք այսօրվա աստվածաբաններն են, Սուրբ գրքի մասնագետներն են, որոնք հաճախ Սուրբ գիրքը 5 կտակարանի մասին անշուշտ խոսքը անգիր տառերով, բառերով գիտեն, երբեմն նույնիսկ տառերն էին հաշվում։ Եվ հիմա այս մարդկանց մասին է խոսքը, ու հիմա տեսեք, թե Քրիստոս այս մարդկանց մասին ինչ է ասում։ Օրենսգետների, այսինքն այսօրվա կրոնի մասնագետների իմ մասին ասում։ Այն ժամանակ Հիսուս խոսեց ժողովրդին եւ իր աշակերտներին եւ ասաց. Մովսեսի աթոռի վրա նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները, ամեն ինչ որ նրանք ձեզ ասեն արեք եւ պահեցեք, բայց մի արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ Եվ իրենց բոլոր գործերն անում են ի ցույց մարդկանց, լայնացնում են իրենց գրպանները եւ երկարացնում են իրենց գեստների ծոպերը, սիրում են ընթրիքների ժամանակ պատվոտեղերը, ժողովարաններում նախապատիվ աթոռները եւ հրապարակներում ողջույններ առնել ու մարդկանցից կոչվել ռաբի, որ նշանակում է ուսուցիչ։ Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է եւ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը, եւ ձեզնից մեծը ձեր սպասավորը պիտի լինի, ով որ անձը բարձրացնում է կխոնարհվի, եւ ով խոնարհեցնում է իր անձը կբարձրանա։ Հիմա ինչու է այս կոնտեքստը, որովհետև այս մարդիկ իրապես իրենց կոչում էին մեծ ուսուցիչներ եւ իրենց փորձում էին ավելի բարձր դասել մյուսներից ու դրա համար Քրիստոս բերում է այս միտքը, որ ասում է նախ եւ առաջ հասկանանք, որ սա երկրորդական է ու վերադառնանք նրան, թե ով է Քրիստոս։ Որովհետեւ եթե մենք Քրիստոսին հասկացանք ով է, կհասկանանք թե ով է Քրիստոսինը եւ ով է ձևականը, որովհետեւ շատ հստակ է, ինչքան էլ ես փորձեմ ձև թափել, որևէ մեկը կարող է հստակ տեսնի մեկ անգամից կամ երկու հայկը ձև է թափում, թե իրական ինչ որ
նկրտումներ ունի, հավատք ունի, փորձում է գոնե։ Ու սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ սա գալիս է Քրիստոսից։ Ու դրա համար ասում արդ, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, ինչպես նրա որդին կլինի։ Հիմա ինչ է ուզում սրանով ասել, որ Քրիստոս կատարյալ մարդ է եւ Քրիստոս կատարյալ Աստված է։ Որովհետեւ մարմնով Դավթի տնից է, Դավթի որդին է, բայց Աստվածությամբ Դավիթի տեժն է։ Եվ քանի որ Աստվածությամբ Դավիթի տեժն է, ձեր հասկացած Մեսիան օրենսգետներ սխալ է։ Ձեր հասկացած Մեսիան նա է, որ ինքը ընդամենը մարդ է Դավիթի տեղից ինչ որ մի թագավոր, բայց խորքի մեջ ինքը Դավիթի տեժն է ու Աստված է։ Իսկ ինչու է Աստված, որովհետև Դավիթը ինքը թագավորն է։ Թագավորը իր գլխին տեր չունի արդեն։ Թագավորի միակ տերը Աստված է։ Ու եթե Քրիստոս ասում է, որ Դավիթը Քրիստոսին իրան տեր կոչեց, ուրեմն թագավորի տերը միայն ու միայն Աստված է։ Ու հենց սա էր ուզում, որ մենք հասկանանք ու այս մարդիկ հասկանային։ Եվ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով եւ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր։ Հիմա գալու ավելի Մարկոսի տեքստը պիտի կարդանք, թե այս կեղծավոր օրենսգետների մասին Մարկոսը ինչ ասում, բայց մինչև կարդալ ուզեցի այս մասին էլ խոսել, որ ինձ համար այս նախադասությունը շատ խոսուն էր, որ ասում է շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։ Եվ Քրիստոս էլ սովորեցնում էր եւ ուսուցանում էր։ Ուրեմն ինչու սա ասացի, որովհետեւ իմ փորձառությամբ, որ իմ համեստ փորձառությամբ կարող եմ ասել, որ մարդը իրապես սիրում է Աստծո խոսքը։ Ուղղակի աշխարհը խանգարում է, որ մարդը գա Աստծո խոսքը լսի եւ սովորի։ Մենք այսօր ու այս միտքն եմ ուզում բերեմ, ամենից մեծ քաղցի մեջ ենք։ Եվ քանի որ Աստծո խոսքի քաղց ունենք եւ չենք էլ հասկանում, ամեն տեղից փորձում ենք այդ քաղցը լցնել։ Եվ անգամ ուզում եմ այս միտքը բերել, երբ եկեղեցին առաջարկում է այդ Աստծո խոսքի ուսուցումը, այն անկարևոր ենք համարում եւ չենք գալիս։ Ուշադրություն դարձեք, այստեղ նաեւ քննադատություն է։ Եվ սա ասում եմ ոչ միայն եկեղեցուց կտրված մարդկանց համար, այլ այն մարդկանց, ովքեր ամեն կիրակի պատարագի են գալիս, սակայն Աստծո խոսքի սերտողությանը չեն գալիս, այն երկրորդական համարելով։ Իրապես ինձ համար երբեմն որ պատարագներ եմ լինում, դե հիմնականում թանգայում ենք, բայց որ այստեղ եմ գալիս ու մանավանդ գիտեմ, որ ընդամենը մի քանի մետր էս կողմ Սուրբ Գրքի սերտողություն կա, տեսնում եմ մարդկանց հոգևոր ծառավը, Աստծո խոսքի ծառավը, որտեղ Աստծո խոսքն էլ առանձին է։ Եթե Աստծո խոսքի կարիք չլիներ, մեր եկեղեցու հայրերն այսքան Սուրբ Գրքի սերտողության կամ մեկնության գրքեր չէին ունեն։ Աստծո խոսքը հիմա ինչ որ մարդիկ ասում են լսում էին սիրով, այդ նույն Սուրբ Գրքի սերտողությունն է։ Աստծո խոսքը այն ժամանակ բանավոր էին լսում, հիմա գրավոր ենք լսում եւ սովորում։ Բայց արի ու տես որ չենք գալիս։ Եվ դրա համար իմ կարծիքով Ամովս մարգարեի ասած 8-րդ գլխի մեջ այս բառերը, որ ահա օրեր պիտի գան, ասում է Տեր Աստվածը, եւ ես պիտի սով ուղարկեմ այդ երկիրը ոչ թե հացի սով կամ ջրի ծառավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով։ Եվ Տիրոջ խոսքը լսելու սովը իմ կարծիքով առավել քան այսօր արդիականը։ Չի եղել հայոց պատմության մեջ երևի մի դրվագ, որ այսքան Տիրոջ խոսքը լսելու սով ունենանք։ Նույնիսկ սովետական շրջանում, երբ որ Հայաստանից գալի մասը Տիրոջ խոսքի սով ուներ, Սփյուռքում կատարվում էր, իսկ Սփյուռքը հայության մեծ մասն էր։ Այսօր եւ Սփյուռքն է դադարել, շատ է քչացրել, եւ Հայաստանում է շատ քիչ։ Եվ իրապես Աստծո խոսքի սով կա։ Եվ եթե դրսի մարդիկ, որ եկեղեցու հետ կապ չունեն, գալիս են երբեմն թաղումներին, տեսակցություններին, այսօր էլ սիգարետը ծխում գցում են եկեղեցու բակում, ավտոյով անցնում է, իրենց բաներն են ցույց տալիս, մեքենաները թանկարժեք ու գնում են, միգուցե այդ մարդուց չես կարող ակնկալել, որ Աստծո խոսք սերտի։ Բայց այն մարդը, որ ամեն կիրակի պատարագի է ու Աստծո խոսք չի գալիս սերտելու, որ նույն եկեղեցին է քեզ հրամցնում, առաջարկում, ուղղակի անհասկանել, ու այդ մարդը ինքը չի գիտակցում, որ ինքը Աստծո խոսքի սովի մեջ է, Աստծո խոսքի սովը իրան աստիճանաբար չորացնում է։ Պատարագը մեզ պահում է որոշ չափով, պատարագը Աստծո հետ հաղորդակցություն է, բայց պատարագը Աստծո խոսքի սերտողություն չի։
Սրանք երկու տարբեր բաներ են, մեկը մյուսին լրացնում են։ Շատ կարևոր է, որ երկուսն էլ մեր իրականության մեջ լինելու են մարդիկ, ովքեր որ որոշ ժամանակ գալիս են, կարող են վկայել, որ մեկը մյուսով ավելի լավ, պատարագը ավելի լավ ես Աստծո խոսքով հասկանում։ Եվ երբ որ Աստծո խոսքի մեջ ես, կամ երբ որ պատարագի մեջ ես, երբ որ լսում ես քարոզը, միտքը կամ պատարագից ինչ-որ մի տեքստ, որ ընտրված, արդեն միանգամից հասկանում ես, մեջն ես ավելի մտնում։ Այսինքն մեկը մյուսին լրացնող են։ Եվ դրա համար եմ ուզում ասել, որ մարդիկ, ինչպես որ ասած տեքստը ուզում եմ նորից վերադառնալ, ասում եմ, եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով, եւ իրապես այդ սերը կա ժողովրդի մեջ, երբ որ Աստծո խոսք ես լսում, եւ ինքը քեզ սերը արթնացնում, եւ միայն մնում է, որ գանք ու իրապես սովորենք։ Հիմա շարունակում էր այդ օրենսգետները, ինչ որ Մատթեոս ամբողջական պատկեր տվեց, Մարկոսը կարճ է ասում ու ասում է զգուշ եղեք այդ օրենսգետներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, ժողովարաններում առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ պատվո տեղերը։ Նորից ինչպես որ ասացի, հունարենով օրենսգետ գրամատեուս բառն է։ Ռուսերեն բոլորս շատերը ովքեր Հայաստանից են գիտեն գրամատը, չէ՞։ Հունարենից է գալիս, այսինքն գիրք իմացող, գիր գրականություն իմացող, այլ խոսքով Աստծո խոսքի մասնակետ։ Այսօր այդ մարդկանց մենք ասում ենք աստվածաբաններ ու ոչ հոգևորականներ, որտեղ իրենց հոգևորականներին իրենք առանձին խավեր, եթե տեսա, կոչվում էին քահանայապետներ կամ քահանաներ։ Սրանք մասնագետներն են, եւ դրա համար է, որ ասում է իրենք սիրում են երկար զգեստներով ման գալ, սա հոգևորականի զգեստը չէր։ Ինքը բայց իրեն ցույց էր տալիս իբրև մեկը, որ ինքն էլ երկար զգեստ ունի, այսինքն ինքն էլ պատվավոր զգեստով է, ինքը սիրում է հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, որ քայլի իրենից շատ մեծ այսպիսի ձևով, որ մարդիկ իրեն մոտենան, խոնարհվեն, հարգեն, իրեն բարև տան, եւ երբ որ ասենք ինքը ժողովարաններում է, որ սինագոգ բառն է, երբ որ ժողովարանում է, ինքը առաջի աթոռն է նստում, աթոռներին է նստում, որտեղ ինքը պատիվ է սիրում ընդունել եւ դրանով ուզում է տարբերվել մյուսին։ Եվ այս հարցադրումը ես ուզում եմ ինձ տալ։ Երբեմն այդ վիճակում չենք գտնվում մենք արդյոք։ Եվ այս մասին ուզելու եմ խոսել, բայց նույնիսկ եթե մի քիչ ավելի երկար եմ խոսելու այս մասին, որովհետեւ վերջու վերլուծությանս մեջ եմ խոսելու, բայց նույնիսկ եթե այդ վիճակում էլ չենք, ուզում ենք այդ վիճակում լինել։ Եվ դրա համար այստեղ ընդգծեցի հենց ավետարանն ասում, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ։ Միգուցե դու դեռ չկաս, այդքան չես հասել, ճակերտավոր այդ պատիվին, այդ անունին կամ այդ փողին, բայց դու տենչում ես, որ այդ մարդկանցից մեկն ես լինելու, որ քեզ էլ հարգեն ժողովուրդը, դու էլ այդպես քայլես։ Եվ եթե ուզում ես, եթե ցանկությունը ունես, այդ նույն բանն է, ինչ որ ունենաս, այդ սնափառությունը, որ անգլերենով կոչում ենք vain glory, եթե կա քո սրտի մեջ, արդեն դա բավարար է։ Իսկ այսօրվա աշխարհը այդ է քարոզում, որ դու սենց արտես, հեսա լավ մեքենան, լավ զգեստը, լավ բրենդը, ու դու նույնիսկ եթե չունես, բայց ցանկանում ես դա, արդեն դու այդ կատեգորիայի այդ մարդկանց խավի մեջ ես մտնում։ Ուրեմն զգուշ լինենք անգամ մեր ցանկություններից, թե ինչու ավետարանը հենց այդ բառը ասեց, ուզում են։ Այսինքն երբեմն չունենք, բայց այդ ցանկությունն ինքնին արդեն մեզ կարող է սխալ տեղ տանի։ Եվ ասում են նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստան ընդունեն։ Տեսեք, այրիները այսօր էլի այրի ենք տեսնելու, ամենից աղքատ ու ամենից խոցելի խումբն է։ Այս մարդիկ փաստորեն գնում են այս մարդկանց տունը, ովքեր որ հացի կարոտ են։ Եվ իրանց տունը նրանց տունն են ուտում։ Այսինքն ընդհանրապես անգլերեն բառն օգտագործեմ careless, անհոգ մարդիկ են։ Դրանից բացի ցուցադրաբար ասում են երկարացնում են աղոթքները։ Հայերենով հետաքրքիր է, բոլորս ենք հասկանում, բայց երկարացնել աղոթքները անգլերենով նաև recite է։ Այսինքն աղոթքները հիշել եւ ասել։ Ու ինքան տարածված է հաճախ մենք մեզ մեջ էլ տեսնենք, որ երբեմն ոմանք կան, որ կարող է սաղմոս հիշի երկար։ Ու ասենք մեկ էլ երկար սաղմոս ասի ու բոլորն ասեն, այս մարդը էս ինչ աստվածահաճո մարդ է, ինքը սաղմոսներ գիտի, կամ ինքը սա գիտի, կամ նա գիտի, երկարացնում է իր աղոթքները կամ սաղմոսները, որ նորից աղոթքեին,
որ մարդիկ ասեն, որ դու իրապես լավն ես, բայց երբ որ այդպես ես ասում ու մարդկանցից գովասանքի ես արժանանում, Աստծուց դատաստան ես տեսնում ու ասում է ավետարանը դատաստանը ավելի ես խորացնում, խստացնում։ Ու դրա համար Օրիգինեսը դեռևս 3-րդ դարում հետաքրքիր ես միշտ այս միտքը ինքս ինձ եմ հիշում ու հաճախ եմ մեջ բերում, ասում էր ամեն մարդ ինքն է թեժացնում դժոխքի իր կրակը։ Երբ որ դու անդադար այսպիսի վիճակում ես, անհոգ ես եւ քեզ բարեպաշտ ես ձևացնում, դու ինքդ ես քո դժոխքի կրակը թեժացնում եւ դա անում ես քո համար։ Եվ փաստորեն սա էր, որ ուզում էի նաև խոսել, որ զգուշ լինենք այս վիճակից ու հիմա գալիս է վերջի դրվագը, որ այրի կնոջ կերպարն է եւ ասում է Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց, դիտում էր թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Այսօր կբերես հլը։ Այսօր տղասա։ Մեր Յունոնան էստեղ է։ Հա Սա Յունոնայի նվերն է, ինձ անցած տարի է նվիրել, որ այդ պղինձ դրամը հենց սա է, հետագայում այստեղ կդնեմ, որ մենք ձեռք տանք, հետաքրքիր է, որ շոշափում ես, լրիվ տարբերակ, քան թե բանն ես անում էլի, չէ, երևակայական ինչպես պատկերացնում ես, որ մոտավորապես հասկանանք ինչի մասին է խոսքը, եւ փաստորեն ինչ էր լինում, տաճարի գանձանակում ժողովուրդը դրամ էր գցում Եվ Քրիստոս որոշ տեքստերում կանգնած, որոշ տեքստերում նստած, նայում էր, թե մարդիկ ինչ են անում։ Եվ հետաքրքիր է, ուզում եմ այստեղ մի հատ մի փոքրիկ անդրադառնամ այսօրվա մեր իրականությանը, որ հաճախ այսօր այնքան են քննադատում, որ եկեղեցուն ինչի է օգնում, եկեղեցուն այդքան շենք սարքեցինք, ուրիշ բաներ կարող ենք անել։ Քրիստոս երբեք չասեց, արգելեց ու ասեց տաճարին գանձանակ չգցեք։ Այն տաճարն է, որ շուտով քանդվելու անգամ, ու ինքը հիմա պիտի հաջորդ գլխում ասի, որ սա քանդվելու է, բայց նույնիսկ այրի կնոջ այս լումայի նվերը ինքը շատ բարձր գնահատեց, որովհետև կոնկրետ քարին ու տաճարին չես տալիս, ինքը դա իրեն է վերագրում, որ դու Աստծուն ես տալիս, ինձ ես տալիս, ու սա շատ կարևոր է, եւ մեզանից յուրաքանչյուրը իր բաժինը պիտի բերի հոգևոր զարգացման, ազգի մանավանդ հոգևոր զարգացման գործում, ու այստեղ Քրիստոս երբեք չասեց սա ավելորդ է, ընդհակառակը, ինքը խրախուսեց այրի կնոջը։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ այստեղ ասում, եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին, ուզում եմ այս վիճակը վերել, որ երբեմն, երբ որ նամակ եմ գրում, Սուրբ Հովհան Ոսկեբերյանի այս մեջ բերումը անում եմ, որ նվերը գումարի մեծությամբ չի չափվում, այլ սրտի։ Երևի այս աշխարհին լրիվ հակառակ պատկեր է, որովհետև հաճախ մի թեթև որ շրջվենք, կտեսնենք ընդհանրապես մեր կողքերը, որ մենք սիրում ենք փլաքեր, եւ այդ փլաքերը, որ անվանասալիկներ են, այնտեղ մենք պատրաստում ենք այն մարդկանց համար, ովքեր մեծ նվիրատվություններ են արել, ինչքան նվիրատվությունը մեծ է, այնքան այդ սալիկն է մեծ, եւ սա է իրականությունը ցավոք սրտի, բայց ուզում եմ մեջ բերել 3-4 դարի հայրերից մեկի մտածումը, որ ասում էր հաճախ մենք դա ենք տեսնում եւ մեծ անվանասալիկներ ենք պատրաստում նման մարդկանց համար, չնայած որ քարոզում ենք այրի կնոջ օրինակը, իսկ եթե ունենանք այն գիտակցությունը, որ ամեն ունեցածը պարգև է Աստծուց, որ մեր ունեցածը պարգև է Աստծուց, եւ տրված է մեզ, որպեսզի մենք այն կիսենք մեր նմանի հետ, ոչ թե փորձենք հավիտենապես մեզ պահել այս ժամանակավոր աշխարհում, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հավիտենական Աստծո մոտ է, որը ստանում ենք ժամանակավորից բաժին հանելով։ Եթե ժամանակավորից բաժին ես հանում, հավիտենականն ես ձեռք բերում։ Բայց ինչ որ անում ես, ավելորդիցդ մի տուր։ Էս է հիմա Քրիստոս ասելու։ Ուրեմն եկան շատ մեծահարուստներ եւ շատ բան գցեցին։ Այսօր էլ գալիս են շատ մեծահարուստներ ու շատ բան են գցում։ Ոչինչ չի փոխվել 2000 տարի հետո էլ։ Նույն բանն է, նույն վիճակն է։ Ու այս ընթացքում այս մեծահարուստների ֆոնի ներքո գալիս է մի այրիկին եւ երկու լումայա գցում, որ մի գրոշ է։ Եվ հետաքրքիր է, այս լումայի մասին էլ եմ ուզում խոսել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ ժամանակաշրջանը գիտեն, նաև հասկանում են Մարկոսի մեսիջը։ Մարկոսը այստեղ մեսիջ ունի, որը որ արտաքին է, բայց նաև խորքն էլ ունի։ Ուրեմն այդ բառը երկու լումա
հունարենով լեպտա բառն է կամ լեպտոն։ Իսկ մյուս այդ երկու լեպտոմը դառնում են մեկ կադրան։ Ուրեմն լեպտոնը հունական ամենից փոքր դրամներ, իսկ կոդրանը հռոմեական, երկու հունական ամենափոքր դրամը դառնում էր մեկ հռոմեական փոքր դրամ։ Իսկ ինքը այս դրամը, որ երկու հունականը մեկ հռոմեական էր, ինքը օրվա վարձի 1/64-ն էր։ 64 հատ այսպիսին պիտի մարդ ունենար, որ օրվա հացը հաներ։ Եվ այլ խոսքով այս կինը չունի օրվա հացի գումար անգամ, եւ սա ընդամենը 1/64 մասն է։ Այսինքն այս դրամը աննշան արժեք ունի աշխարհի համար եւ ոչ մի օգտակարություն չունի։ Այդ որ բերել ես ինչ եմ, որ անցքերը փակենք, չէ հաճախանում ենք, որ խնդիրները լուծենք։ Սակայն Աստծո աչքերում ինքը ամենաբարձրն էր։ Եվ սա է, որ մարդկային մտածելակերպից տարբեր է։ Եվ սա մենակ Քրիստոսի ավետարանում կտեսնենք։ Ուրիշ որևէ կրոնի մեջ այս միտքը չենք էլ տեսնի։ Իսկ ով է այրին։ Բնականաբար մեկը, որ ամուսին չունի։ Այս դեպքում հասկանում ենք, որ շատ աղքատ է, օգնող չունի, որ աշխատանք չունի։ Եվ ընդամենը իր ունեցածը մի գրոշ է, եւ այդ իր ամբողջ ունեցածը ինքը վստահում է Աստծուն։ Եվ անգլերենով այս միտքը դրեցի մեր երիտասարդների համար a total self-giving։ Իր ամբողջությունը տվեց Աստծուն։ Իր ամբողջությամբ ինչ որ ուներ Աստծուն տվեց։ Եվ իրականում, երբ որ Քրիստոս առաջի երկու պատվիրաններն էր ասում Ղևտացիս 19-ի մեջ, որ սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը, ընկերը այս կինն է նաև։ Այս աղքատ կինն է, որին պիտի փորձեինք օգնել, բայց այս կնոջը ոչ ոք չի օգնում, եւ սա էր Քրիստոս բերում։ Եթե դու Աստծուն սիրում ես ու Աստծո տաճարի մեջ այդքան գումար ես գցում, բայց կողքինդ, որ այսօր օրվա հացի գումար չունի, ինչի իրեն չես օգնում, չէ՞ որ ինքը քո օգնության կարիքն ունի։ Իսկ եթե դու այդ կողքինիդ այդ այրի կնոջը չես օգնում, նշանակում է իրեն չես սիրում։ Իսկ եթե իրեն չես սիրում, ուրեմն քեզ մի խաբիր, Աստծուն էլ չես սիրում։ Այս է գործնականում այն պատվերը, որ ինքը տալիս էր, գործնականում ինքը ավետարանը ցույց է տալիս, թե ինչպես պիտի մենք ապրենք։ Իսկ այս կինը իր ամբողջ հույսը դրել էր Աստծու վրա, իր ամբողջությամբ իր հույսը դրել էր Աստծու վրա։ Ու իմ կարծիքով Սաղմոսները հաճախ այս մասին են խոսում, օրինակ Սաղմոս 70-ը, որ 71-ն է, սա իմ ենթադրությունն է, սխալ չընկալվի, որ կարծում եմ հենց նույն այս կնոջ կամ իմ աղոթքը կարող էր լինել, որ ասում է. Տեր, Տեր, դու ես իմ հույսը, մանկությունիցս ի վեր։ Քեզ կռվան ունեցա ես արգանդից, մորս որովայնից դու ես իմ ապավենը եւ հարաժան քեզնից է իմ օգնությունը։ Ես շատերի համար ծաղր դարձա, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար։ Բերանս թող գովաբանությամբ լցվի, որ օրհնեմ փառքը քո եւ հավիտյան քո մեծ վայելչությունը։ Ծերության ժամանակ ինձ մի վանիր, Տեր, երբ ուժս պակասի, դու ինձ մի լքիր։ Իմ կարծիքով այս աղոթքը այնքան բնորոշ կլիներ, ասենք, այրի կնոջը, որ իր ամբողջ ուժը, իր ամբողջ հույսը ու իր ամբողջ աղոթքը նվիրել էր Աստծուն։ Բայց խորհրդանշական առումով հայրերն ասում են, այս կինը նաև խորհրդանշում է եկեղեցուն, ով այրիացել էր, քանի որ իր փեսան իր համար, հարսի համար զոհվել էր։ Սակայն այս այրիությունը, որ եկեղեցին ունի, ժամանակավոր է եւ նորից փեսան գալու է երկրորդ անգամ ու այս այրին նորից ուրախանալու է, որովհետեւ ինքը անտեր չի, ինքը ունի Տեր, ով մեր Տերն ու Փրկիչն է Հիսուս Քրիստոս։ Սա շատ գեղեցիկ միտք է։ Եվ ասում է Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները։ Եվ այստեղից Հայկը ենթադրություն կարող է անել ու մեզանից բոլորը, որ փաստորեն շատ ու քիչ սիրողներ կան Աստծուն։ Աստված բոլորին հավասար է սիրում, եւ սա վստահ եմ բոլորս էլ հասկանում ենք։ Փոքր երեխան էլ է հասկանում, որ Աստծո համար ավելի ու քիչ սիրելիներ չկան։ Հավասար է բոլորի սիրում, անկախ մեր հասակից, անկախ մեր տարիքից, անկախ նույնիսկ մեր կատարած մեղքերից, Աստված բոլորիս հավասար է սիրում։ Բայց արի ու տես, որ մենք մարդիկս Աստծուն
նույն ձև չենք սիրում, ոմանք կան շատ են սիրում, ոմանք կան քիչ են սիրում։ Եվ սա է Քրիստոս ուզում, որ մենք հասկանանք, որ եթե քիչ ենք սիրում, սկսենք շատ սիրել։ Իսկ եթե շատ ենք սիրում, կարող ենք ավելի շատ սիրել, որտեղ ինչքան շատ ես սիրում, այնքան դու ես օրհնվում։ Եվ այստեղ փաստորեն միտքը ինչու՞մ է գալիս, ի՞նչն է, ոչ թե որքան ես տալիս, այլ որքան ես պահում քո համար։ Մեծահարուստները երբ որ տվեցին, իրենք իրենց ավելորդից տվեցին, մեծ մասը պահեցին իրենց։ Այս կինը ինչ որ տվեց, ոչինչ չպահեց իրեն, ամեն ինչ տվեց Աստծուն։ Ուրեմն գումարի կամ նվերի մեծությունը ոչ թե տվածի չափով է, այլ թե որքան քեզ պահեցիր ու որքան տվեցիր։ Ինչքան տոկոսային հարաբերությամբ շատ ես տալիս քեզնից, այնքան ավելի շատ ես գնահատվում։ Իսկ այդ տալը ինքը Աստված տեսնում է։ Երբեմն մենք ենթագիտակցորեն գիտենք, որ Աստված մեր տալը տեսնում է, բայց մենք չենք անում, որ Աստված տեսնի, որ տես Աստված, հիմա տալիս եմ։ Այլ անում ենք, որովհետև մենք կոչված ենք սրան, որովհետև մենք սիրում ենք։ Բայց այստեղ Գործք 10-ի մեջ այդ ապացույցը կա, որ Կորնելիոսի կերպարը ընդունվեց Աստծո կողմից ու ասում ենք Գործք 10-ի մեջ Կեսարիայում Կորնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ իտալական կոչվող գնդից, նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստվածավախ լինելով շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ եւ միշտ Աստծուն աղոթում էր։ Ողորմություններ էր անում, Աստծուն աղոթում էր։ Կեսօրից հետո ժամը 3-ի մոտ տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծո հրեշտակին, որ մտավ իր մոտ ու իրեն ասաց. Կորնելիոս։ Եվ նա երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց. Ինչ է, Տեր։ Եվ հրեշտակը նրան ասաց. Քո աղոթքներն ու քո ողորմությունները հիշատակվելով Աստծո առաջ ելան։ Այսինքն այն ինչ որ դու անում ես, երբեմն մեզ թվում է, որ Աստված մեր աղոթքները չի լսում։ Երբեմն մեզ թվում է, որ մենք փորձում ենք առաքինի կյանքով ապրել, ազնիվ կյանքով ապրել, կույս ապրել, նման բաներ, որ փորձում ենք քրիստոնյայի նման ու չի գնահատվում, ու սա մեզ թվում է։ Բայց Աստվածաշունչը մեզ հստակ ասում է, որ այն ինչ որ դու անում ես, ես բառերը քո աղոթքները ու քո ողորմությունները հիշատակվելով Աստծո առաջ ելան, իրենք բարձանում են, եթե սա անկեղծ է ու եթե սա մաքուր է։ Եվ դրա համար հիմա բացատրում է, թե ինչի այրիկին ավելի տվեց, քան մնացած բոլորը, որովհետև ասում է, քանի որ ամենքն իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորությունից գցեց ամեն ինչ, որ ուներ, իր ամբողջ ապրուստը։ Հետաքրքիր է, ամբողջ բառը գիտեք ինչին գծեցի։ Ինչու։ Որովհետև առաջի պատվիրանը ինչ էր։ Ամբողջ։ Եվ փաստորեն առաջի պատվիրանի ու այս վերջի տեքստի նույնությունը տեսեք։ Այդ ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ այս կինն էր։ Իր ամբողջ ապրուստը գցեց ասում, ամբողջը տվեց Աստծուն։ Եվ դրա համար էս էր միտքս, որ հաճախ մենք ավելորդից ենք տալիս շոր, կոշիկ, հեռախոս եւ այլն, ավելին տալուց հետո էլ չենք զլանում հիշեցնել, որ տվել ենք։ Էս էլ կա, եւ իմ փոքր տիկին Սոնան երևի հներից ինձ կհիշի, որ նոր եկանք քաղցիկեց, սա փոքրիկ վկայություն է, ցածնելու բան չունեմ, ամաչելու էլ ոչինչ չունեինք։ Եվ եկանք այստեղ, որ 0-ից պիտի սկսենք, եւ մի մարդ մեզ իր դիվանը նվիրեց եւ իր սուրճի սեղանը։ Ամեն ինչ հավաքեցինք, ոչ մի բան չկար, անկողին եւ այլ, ինչ էր։ Եվ հրավիրեցինք իրեն կնոջ հետ, որ մեր տուն գա, փորձեցինք իրեն գնահատել, ընդհանրապես մտերմություն ձևավորվեց իր հետ, մինչև որս եկա միջայլոց։ Եվ խոսքի մեջ ասեց, որ գալիս եմ ձեր տուն, ոնց որ մեր տուն գամ։ Այս ամեն ինչը մերն էր։ Հետաքրքիր է, ինքը կարող է նույնիսկ չմտածեցել ինչ ասում, բայց երբ որ ինչու եմ ես ասում, որտեվ հաճախ ես այդ նույնը հաստատ ուրիշին եմ արել, որտեվ ես երբ որ ուրիշի արածը ինձ նեղացրեց, հաճախ ես էլ ուրիշին եմ արել, որտեվ մենակ դիմացինի խնդիրը չպիտի տեսնենք, մեր մեջ է տեսնենք, բայց երբ որ անում ենք, զգուշ լինենք, որ այդ դժվժիկի պատմությունը կա, որ իրականությունը դա, որ երբ որ անընդհատ դու շեշտում ես դա, դու նշանակում է, որ դու սիրով չես արել, ամբողջը չես արել, քո ավելորդից ես տվել։ Մենք էլ ես ինքս ինձանից վերցնեմ, մեր ավելորդից ենք հաճախ տալիս։
Բայց Քրիստոս այրի կնոջ օրինակով մեզ ուսուցանում է, որ այրի ավելորդիցդ մի տուր, քո ունեցածից, քո կարևորից տուր, ու քանի որ դու քո կարևորից ես տալիս, Աստված ինքը անհամեմատ ավելի շատ բազմացնում է։ Տեսեք, այստեղ արևելահայերենը գրեց ինչ որ իր ամբողջ ապրուստը հետաքրքիր է, գրաբար այնքան գեղեցիկ ու այնքան ճիշտ թարգմանություն, ասում է գոյիվ չափս կյանս յուր, գոյություն բառն է եւ կյանք բառն է։ Եվ հունարենով հոլոն տոն բիոն ավտեն, հոլոն ամբողջ, անգլերեն whole բառը, կարծում եմ հունարենից ավերցված ամբողջ, տոն բիոն, բիոս նշանակում է կյանք, բիոլոգիա, չէ, իր ամբողջ կյանքը։ Այս դեպքում ոչ թե ապրուստ բառն է, որ արևելահայերեն է թարգմանվել, այլ կյանք բառն է։ Իսկ կյանք նշանակում է ամեն ինչ, ինչ որ ունես։ Եվ փաստորեն այս կինը գոյիվ չափս կյանս յուր տվեց, այսինքն իր ամբողջ կյանքի ունեցած ամեն ինչը տվեց Աստծուն, եւ դրա համար է որ այս կինը այսքան միջև օրս հիշվում է մեր մեջ, ու այսօր էլ մենք հիշում ենք ընդհանրապես մեր եկեղեցու օրացույցի մեջ բազում անգամներ, եթե նայեք ամենօրյա ընթերցանությունների մեջ, կհանդիպեք այրի կնոջ այս լումայի պատմությանը։ Իմ կարծիքով բանալի բառերը հետևյալներն էին։ Օրենսգետը մի քանի անգամ ամբողջ օրենսգետների մասին էր այսօրվա պատմությունը, դրական ու բացասական իմաստով։ Առաջին պատվիրան, որը ամենակարևոր պատվիրանն էր, ամբողջ բառը մի քանի անգամ շեշտվեց Քրիստոս։ Սիրել Աստծուն ու սիրել ընկերոջ իրար հետ կապվեց։ Այրի կնոջ կերպարը, Տեր եւ որդի Դավթի գաղափարը, գանձանակը, որտեղ որ դու գցում ես քո գանձը, սրա մասին հիմա եմ խոսելու, լուման, որ այստեղ է, ավելորդը եւ քո ամբողջ ապրուստը։ Այս բառերն են, որոնք կարծում եմ այս մեր կոնտեքստի մեջ ամենակարևորներն են, իսկ այսօրվա իմ փոքրիկ վերլուծումը հետեւյալն է, որ Տերը սկսեց սովորեցնել սիրել Աստծուն եւ դիմացինին, հետո ցույց տվեց, թե այդ սերը ինչպես պիտի արտահայտվի այրի կնոջ օրինակով։ Ինչպես ասում է Օգոստինոսը, մենք գնում ենք Աստծու մոտ ոչ թե քայլելով, այլ սիրելով։ Հետաքրքիր միտք էր, եթե ընթերցեցիք։ Քրիստոնյայի մոդելը լրիվ հակառակ է աշխարհային մարդու մոդելից։ Սեր Աստծո նկատմամբ, սեր դիմացինի նկատմամբ, հետո նոր սեր անձիդ նկատմամբ։ Մենք հաճախ դիմացինը նոր Աստված, իսկ քրիստոնյան հակառակն է, Աստված, մարդ, հետո նոր ես։ Սա Քրիստոսի վերած օրինակն է, որը ինքը իր օրինակով անգամ ցույց տվեց, վերջում իր անձը թողեց, որ խաչվեց մեր համար։ Իսկ ով է Քրիստոս մեզ համար, Տեր թե արքայական սերնդից մարդ։ Սա պիտի մենք որոշենք։ Պարզ մարդ է, թե Տերն է։ Այս կոնտեքստի մեջ սա էլ կար։ Այսօր էլ մենք սիրում ենք Երևալ մեր բրենդերով, զարդերով եւ մեքենաներով, սիրում ենք հրապարակներում պատվող ողջույններ ստանալ, սիրում ենք առաջին տեղերը նստել, ինչն է խանգարում, որ Տիրոջ պատգամը կատարենք, ինչու չենք տարբերվում հին հրեաներից։ Անդրադառնանք, որ երկու լուման մեկ դարձավ։ Սա համաձայն հայրերի հին ու նոր կտակարաններն են, որոնք մենք պիտի ունենանք եւ եկեղեցու գանձանակում գցելով օգնենք մյուսներին։ Նաև հասկանանք, որ այրու նման ամբողջությամբ Աստծո ողորմությամբ ենք ապրում։ Եվ իրապես փաստորեն այդ երկու լուման, ինչ որ մենք տեսանք, հայրերն ասում են, հին ու նոր կտակարաններն են, որ մեկ դարձան եւ Աստծո գանձանակի մեջ մտան, եւ այդ Աստծո գանձանակը ժողովուրդն է, որտեղ մենք ունենալով հին ու նոր կտականներն, այսինքն Աստծո խոսքին ծանոթ լինելով, գանձանակի մեջ լցնելով մարդկանց լուսավորում ենք, հարստացնում ենք Աստծո խոսքով։ Եվ իրապես ինքը շատ գեղեցիկ մոտեցում էր, որ ուզեցի նաև ձեր հետ կիսել։ Եվ ուզում եմ ավարտել ասելով, որ մենք հիսնակի պահոց շրջանի մեջ ենք արդեն, շատերս չենք պահում այս 50 օրերի պահքը, ընդհանրապես եկեղեցում սա հիմնականում էլ չի պահվում, ցավոք, բայց իրականությունն է։ Բայց ես իմ օրինակը բերեմ, որ փորձենք այս 50 օրերի պահքը, որ Սուրբ Ծննդյան պահոց շրջանն է, գոնե հոգևորով անցկացնենք, ավելի շատ հոգևորով, որովհետև պատահական չի, որ այս պահքը կա, եթե նյութականի ինչ-որ խնդիր կա, եթե պահում ենք հրաշալի է, իսկ եթե չէ, ավելի շատ հոգևոր ընթերցանություններ, ավելի շատ աղոթքներ, ավելի շատ մեկս մյուսին սիրել, որ այսօրվա պատգամն է։ Եվ դրանով մենք շատ ավելի ենք մոտենալու մեր Քրիստոսի հաղթական ծնունդին, որովհետև
մեր Տիրոջ ծնունդն է, որ մեզ պարգևեց այս ամենը։ Այսքանն է ուզում ասել եւ ավարտել, մի քիչ երկար երևի տևեց, բայց հետաքրքիր նյութ էր։ Գալով մեր հաջորդ դասին